Երբ ԱԱԾ-ի սպաները մտան Մանվել Գրիգորյանի առանձնատան մեջ 2018 թվականի հունիսի 20-ին, նրանք գտան ավելի քան 200 տոննա պահածոյացված մթերք, որը պետք է լիներ հայ զինվորների ստամոքսներում, բայց փոխարենը պառկած էր գեներալի անձնական պահեստներում։ Բայց կար մի բան, որը նրանք չգտան։ Մանվելի անձնական վարորդը, որը 17 տարի աշխատել էր գեներալի համար, տեսել էր, թե ինչպես են 3 ճիպերը լցված ոսկե զարդերով, հնագույն ձեռագրերով փողի պարկերով լքել առանձնատունը ԱԱԾ-ի ներխուժումից ընդամենը 3 ժամ առաջ։ Ո՞վ էր զանգահարել Մանվելին նախազգուշացրել։ Ինչպես էր հնարավոր, որ մարդը, ով տասնամյակներ շարունակ համարվում էր Արցախի հերոս, կարողացավ այդքան արագ վերացնել իր ամենաթանկարժեք գույքը։ Եվ ամենակարևորը, ո՞ր են այդ 3 ջիպերը հիմա, 35 տարի անց։ Վարորդի անունը Արման էր։ Նա երբեք չէր պատկերացնում, որ մի օր կխոսի տեսախցիկի առջ։ Բայց երբ նա տեսավ, թե ինչպես են հեռուստատեսությունը ցույց տալիս միայն պահածոյացված մթերքի լանջերը, իսկ լռում են այն մասին, թե ինչ էր իրականում պահվում Մանվելի առանձնատան ստորգետնյա սենյակներում, նա որոշեց խոսել։ Արմանը չէր աշխատում սովորական վարորդ։ Նա էր այն մարդը, ով տեղափոխում էր Մանվելի ամենագաղտնի բեռները։ Նա էր այն մարդը, ով գիտեր բոլոր թունելների մուտքերը, բոլոր գաղտնի պահեստների կոդերը, բոլոր այն մարդկանց անունները, ովքեր գիշերները այցելում էին գեներալին։ Եվ նա էր այն մարդը, ով 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան ժամը 6-ին ստացավ զանգ Մանվելի ավագ որդուց՝ Կարենից։ Զանգը եկավ անսպասելի։ Արմանը սովորաբար սկսում էր աշխատանքային օրը ժամը 8-ից, բայց այդ առավոտ Կարենի ձայնը հեռախոսում ականատ էր։ Արման, 20 րոպեում պետք է լինես առանձնատանը։ Մեծ ավտոմեքենաները պատրաստիր։ 3-ը։ Եվ ոչ մի հարց։ Արմանը 17 տարի աշխատելով Գրիգորյանների ընտանիքի համար սովորել էր չհարցնել։ Նա հագնվեց, վերցրեց բանալիները 20 րոպե անց արդեն կանգնած էր առանձնատան հարանությամբ գտնվող ավտոտնակում։ Այնտեղ նրան սպասում էին Կարենս 2 մարդիկ, որոնց Արմանը երբեք չէր տեսել։ Նրանք կրում էին հագուստ ունեին ռազմական կեցվածք։ Մենք պետք է դատարկենք ստորգետնյա պահեստը, ասաց Կարենը, Արմանը հասկացավ, որ ինչ-որ շատ լուրջ բան է տեղի ունենում։ Ստորգետնյա պահեստը գտնվում էր առանձնատան հիմնական շենքի տակ։ Մուտքը դեպի այն էր հատուկ սենյակից, որը պաշտոնապես համարվում էր գինու պահարան։ Բայց գինու դարակների հետում կար մետաղական դուռ, որը բացվում էր միայն հատուկ կոդով։ Արմանը գիտեր այդ կոդը։ Քանի որ երբեմն նրան հանձնարարում էին բերել ինչ-որ բան այդտեղից։ Բայց նա երբեք չէր տեսել ամբողջ պահեստը միաժամանակ։ Երբ նրանք իջան ներք, Արմանը սառեց։ Սենյակը, որը մոտավորապես 40 քառակուսի մետր էր, լի էր արկղներով, պարկերով, մետաղական սեյֆերով։ Պատերին կախված էին հնագույն զենքեր, սրեր, հնդկացիներ, նույնիսկ միջնադարյան զրահներ։ Բայց ամենաշոկային բանը հատակին դրված 15 մեծ արկղներն էին, որոնք լցված էին ոսկե զարդերով։ Կարենը հրամայեց սկսել բեռնումը։ Արմանը 2 անծանոթ մարդիկ սկսեցին տեղափոխել արկղները դեպի ավտոտնակ։ Յուրաքանչյուր արկղ կշռում էր մոտավորապես 35 կիլոգրամ։ Ներսում էին ոսկե շղթաներ, մատանիներ, ականջողեր, ապարանջաններ։ Արմանը տեսավ նա հնագույն մետաղադրամներ, որոնք պահված էին հատուկ պլաստիկ տուփերում։ Կարենը անձամբ վերահսկում էր յուրաքանչյուր շարժում։ Նա ուներ ցուցակ, նշում էր, թե ինչ է բեռնվում։ Այս արկղները առաջին մեքենայի մեջ, սեյֆերը երկրորդի մեջ, նկարները ձեռագրերը երրորդի մեջ, հրամայում էր նա։ Արմանը նկատեց, որ Կարենը հատուկ ուշադրություն էր դարձնում մի փոքր սպարկին, որը նա անձամբ տեղավորեց առաջին ջիպի առջի նստատեղին։ Ինչ կար այդ պարկի մեջ։ Բեռնումը տեց 3 ժամ։ Երբ վերջացան, 3 Land Rover-ները լցված էին այնպիսի գույքով, որի արժեքը Արմանը չէր կարող նույնիսկ գնահատել։ Կարենը տվեց նրան ծրար, լի փողով։ Արման, դու այսօր ոչինչ չես տեսել։ Հասկանում ես։ Ոչինչ։ Արմանը գլուխ թեքեց։ Նա գիտեր, որ այս ընտանիքում հարցեր չեն տալիս։ Բայց երբ ջիպերը մեկնեցին, նա նկատեց մի բան տարօրինակ։ Նրանք չգնացին դեպի Երան։ Նրանք վերցրին ճանապարհը դեպի Արցախ։ Ինչո՞վ։ Եթե Մանվելը վախենում էր ձերբակալությունից, ինչու՞։ Էր ուղարկում իր գույքը դեպի Արցախ։
որտեղ նա ուներ ավելի քիչ վերահսկողություն։ Կամ թերս հենց այնտեղ էր նրա ամենաապահով վայրը։ Ժամը 12-ին Արմանը տեսավ հեռուստատեսությամբ, որ ԱԾ սպաները մտել են Մանվել Գրիգորյանի առանձնատուն։ Նրանք ցույց էին տալիս պահածոյացված մթերքի լանջերը, զինամթերքը, նույնիսկ լողավազանի մեջ պահված ձկները։ Բայց ոչ մի խոսք ոսկու, հնագույն զենքերի կամ ձեռագրերի մասին։ Արմանը հասկացավ, որ ԱԾ-ն ուշացել էր ընդամենը 3 ժամով։ 3 ժամ, որոնք բավական էին, որ վերացնեն ամենաթանկարժեք գույքը։ Բայց ով էր նախազգուշացրել Մանվելին։ Ով գիտեր, որ ԱԾ-ն պատրաստվում է ներխուժել։ Եվ ինչու։ ԱԾ-ն չհայտարարեց բացակայող գույքի մասին։ Արդյոք նրանք իսկապես չգիտեին, թե ինչ էր պահվում ստորգետնյա սենյակում, թե ուղղակի որոշեցին լռել։ Հաջորդ օրը Կարենը կրկին զանգահարեց Արմանին։ Այս անգամ նրա ձայնը հանգիստ էր։ Ար, դու լավ աշխատեցիր երեկ։ Սա քեզ համար։ Ասաց նա տվեց նրանց մի ծրար։ Արմանը բացեց տանը հաշվեց 5 միլիոն դրամ։ Այդ գումարը նրա 6 ամսվա աշխատավարձն էր։ Բայց Արմանը չզգաց ուրախություն։ Նա զգաց վախ։ Քանի՞։ Մարդ էր տեսել այն, ինչ տեսել էր նա։ Եվ քանիսը կլռեին։ Նա հիշեց Կարենի վերջին խոսքերը, դու այսօր ոչինչ չես տեսել։ Սա ոչ թե խնդրանք էր, այլ սպառնալիք։ Արմանը որոշեց լռել։ Նա շարունակեց աշխատել Գրիգորյանների ընտանիքի համար 6 ամիս, մինչ Մանվելը ձերբակալվեց։ Այդ ամիսների ընթացքում նա տեսավ, թե ինչպես են ընտանիքի անդամները մեկը մյուսի հետից լքում երկիրը։ Կարենը մեկնեց դեպի Ռուսաստան։ Մանվելի կինը՝ դեպի Վրաստան։ Միայն Մանվելը մնաց Հայաստանում, Արմանը հասկացավ, որ գեներալը զոհաբերվեց։ Բայց ամենահետաքրքիրը սկսվեց 2019 թվականին, երբ Մանվելը մահացավ բանտում։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ սրտի կաթվածից։ Բայց Արմանը լսեց այլ տարբերակ։ Մանվելի փաստաբանը, որը նույնպես Արմանի հին ծանոթն էր, ասաց, որ Մանվելը վերջին շաբաթվա ընթացքում պահանջում էր հանդիպում իշխանությունների հետ։ Նա ուզում էր խոսել։ Նա ուզում էր պատմել ամեն ինչ, թե ով էր նախազգուշացրել իրեն, թե որտեղ է գույքը, թե ովքեր էին ներգրավված այս ամբողջ սխեմայի մեջ։ Բայց նա չհասցրեց։ Մահը եկավ շատ արագ, շատ հարմար ժամանակին։ Արդյոք սա պատահականություն էր, թե ինչ որ մեկը վախենում էր, որ Մանվելը կխոսի։ Եվ եթե այդպես է, ապա ով էր այդ մարդը, ով ուներ բավական ուժ, որ հասնի նույնիսկ բանտի ներսում։ Արմանը որոշեց լքել Հայաստանը 2020 թվականին։ Նա տեղափոխվեց Ռուսաստան, փորձեց մոռանալ այն ամենը, ինչ տեսել էր։ Բայց 2022 թվականին նա ստացավ անհայտ համարից հաղորդագրություն։ Արման, մենք գիտենք, որ դու տեսար։ Մենք գիտենք, որ դու լռում ես։ Շարունակիր լռել, եթե ուզում ես ապրել։ Արմանը ջնջեց հաղորդագրությունը, բայց հասկացավ, որ նրան դիտարկում են։ Ով էր ուղարկել այդ հաղորդագրությունը։ Կարենը, որը դեռ ապրում էր Ռուսաստանում։ Թե ինչ որ այլ մարդ, ով ուներ շահ, որ Արմանը լռի։ Եվ ինչու։ Հենց 2022 թվականին, երբ Մանվելի գործը փակվել էր, հասարակությունը արդեն մոռացել էր այդ սկանդալի մասին։ Թերս որովհետ ինչ որ մեկը վախենում էր, որ Արմանը կսկսի խոսել։ Բայց Արմանը չխոսեց։ Նա լռեց 5 տարի։ Մինչ 2027 թվականը, երբ նա տեսավ հեռուստատեսությամբ հաղորդում Մանվել Գրիգորյանի մասին։ Հաղորդավարը պատմում էր, թե ինչպես է արդարությունը հաղթել, ինչպես են բոլոր գողերը պատժվել։ Բայց Արմանը գիտեր, որ սա ստախոսություն է։ Իրական գողերը, նրանք, ովքեր տեղափոխեցին միլիարդավոր արժողությամբ գույք, երբեք չպատժվեցին։ Նրանք ապրում են հանգիստ կյանքով Ռուսաստանում, Վրաստանում, թերս նույնիսկ Եվրոպայում։ Եվ ոչ ոք չի փնտրում այդ 3 ճիպերը, որոնք անհետացան 2018 թվականի հունիսի 20-ին։ Ինչու։ Արդյոք պետությունը իսկապես չգիտի, թե որտեղ է այդ գույքը։ Թե ուղղակի չի ուզում գիտենալ։ Եվ եթե չի ուզում, ապա ինչու։ Արմանը որոշեց խոսել, երբ հասկացավ, որ նա միակ ականատեսն է, ով դեռ կենդանի է։ 2 անծանոթ մարդիկ, ովքեր օգնում էին բեռնել ջիպերը, անհետացել են։
Մանվելի փաստաբանը մահացավ ավտովթարից 2020 թվականին։ Կարենը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Արմանը մնաց միայնակ իր գիտելիքների հետ։ Եվ նա հասկացավ, որ եթե չխոսի հիմա, ապա ճշմարտությունը կմնա թաղված հավերժ։ Նա համաձայնեց տալ հարցազրույց, բայց միայն մի պայմանով՝ նրա դեմքը չպետք է երա։ Նա դեռ վախենում է։ Բայց նա ավելի շատ վախենում է, որ ճշմարտությունը կմնա անասված։ Եվ այսօր, առաջին անգամ 5 տարվա ընթացքում, նա պատմելու է ամեն ինչ, թե ինչ տեսավ այդ առավոտյան, թե որտեղ գնացին ջիպերը։ Թե ով է դեռ սպահում Մանվել Գրիգորյանի ամենամեծ գաղտնիքները։ Մանվել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականին Արցախի Մարտունի շրջանի մի փոքրիկ գյուղում։ Նրա ընտանիքը աղքատ էր։ Հայրը աշխատում էր կոլխոզում, մայրը մեծացնում էր 5 երեխաներ։ Մանվելը երրորդ երեխան էր, ոչինչ նրա մանկության մեջ չէր ակնարկում, որ նա կդառնա մի օր Արցախի ամենահզոր մարդը։ Բայց Մանվելն ուներ մի հատկություն, որը տարբերում էր նրան մյուսներից։ Նա գիտեր, թե ինչպես ստիպել մարդկանց հավատալ իրեն։ Դեռ 15 տարեկանում նա կազմակերպում էր գյուղի երիտասարդներին ստեղծել էր մի տեսակ պաշտպանության խումբ։ Նրանք պաշտպանում էին գյուղացիներին հարան գյուղերի հարձակումներից, Մանվելը դարձավ հերոս։ Սա էր նրա առաջին քայլը դեպի իշխանություն։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը 1991 թվականին, Մանվելը արդեն 20 տարեկան էր։ Նա անմիջապես կամավոր գնաց ռազմաճակատ։ Բայց Մանվելը չէր պատերազմում որպես սովորական զինվոր։ Նա արագ ստեղծեց իր սեփական ջոկատը, մոտավորապես 50 մարդ, ովքեր հավատարիմ էին միայն նրան։ Այս ջոկատը մասնակցեց ամենակարևոր ճակատամարտերին, Շուշիի ազատագրմանը, Լաչինի միջանցքի բացմանը, Քելբաջարի գրավմանը։ Մանվելը ցույց տվեց անսովոր քաջություն, ռազմավարական մտածողություն։ Նրա ջոկատը կորցրեց միայն 7 մարդ ամբողջ պատերազմի ընթացքում, մինչդեռ մյուս ջոկատները կորցնում էին տասնյակներ։ Ինչպես էր դա հնարավոր։ Մանվելը գիտեր մի բան, որը մյուսները չգիտեին։ Նա գիտեր, թե ինչպես պատերազմել ոչ միայն զենքով, այլ դիվանագիտությամբ։ Պատերազմի ժամանակ Մանվելը ստեղծեց կապեր ռուս սպաների հետ, ովքեր տեղակայված էին Ադրբեջանում։ Այս կապերը թույլ էին տալիս նրան ստանալ տեղեկություններ հակառակորդի շարժումների մասին։ Բայց ավելի կարևորը, այս կապերը թույլ էին տալիս նրան ձեռք բերել զենք-զինամթերք։ Մանվելի ջոկատը ուներ ամենալավ զենքը ամբողջ արցախյան բանակում։ Ավտոմատ կալաշնիկովներ, հրանոթներ, նույնիսկ հակատանկային հրթիռներ։ Ուրից էր Մանվելը ստանում այս ամենը։ Պաշտոնական տարբերակով Հայաստանի կառավարությունից։ Բայց իրականում Մանվելը գնում էր զենքը ռուս սպաներից, ովքեր վաճառում էին զինամթերք շուկայում։ Եվ այստեղ սկսվում է առաջին խորհուրդը, ուրից էր Մանվելը ստանում փող զենք գնելու համար։ Պատերազմի ավարտից հետո 1994 թվականին Մանվելը դարձավ Արցախի ազգային հերոս։ Նրան շնորհվեցին բազմաթիվ մեդալներ, կոչումներ։ Նա դարձավ գեներալ-մայոր, նշանակվեց Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ։ Բայց Մանվելը չէր գոհանում միայն պատվով։ Նա ուզում էր իշխանություն, հարստություն։ Եվ նա գիտեր, թե ինչպես դրանք ձեռք բերել։ 1995 թվականից սկսած Մանվելը սկսեց ստեղծել իր բիզնես կայսրությունը։ Առաջին քայլը եղավ շինարարությունը։ Արցախը պետք է վերականգնել պատերազմից հետո Մանվելը ստեղծեց շինարարական ընկերություն, որը ստացավ բոլոր խոշոր պետական պատվերները։ Ինչպես էր դա հնարավոր։ Շատ պարզ, Մանվելը վերահսկում էր Արցախի պաշտպանության նախարարությունը, ոչ ոք չէր համարձակվում մերժել նրա ընկերությանը։ Բայց շինարարությունը միայն սկիզբն էր։ Մանվելը սկսեց վերահսկել նա վառելիքի ներմուծումը Արցախ։ Յուրաքանչյուր լիտր բենզին, որը մտնում էր Արցախ, անցնում էր Մանվելի ընկերությունների միջով։ Հետո եկավ սննդամթերքի ներմուծումը։ Հետո ալկոհոլը։ Հետո ծխախոտը։ Մինչ 1999 թվականը Մանվելը վերահսկում էր Արցախի տնտեսության մոտավորապես 60%-ը։ Նա դարձել էր ոչ միայն ռազմական, այլ տնտեսական դիկտատոր։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ պաշտոնապես Մանվելը չուներ ոչ մի բիզնես։ Բոլոր ընկերությունները գրանցված էին նրա ազգականների մերձավորների անունով։ Մանվելը մնում էր ստվերում, բայց բոլորը գիտեին, որ նա է իրական տերը։
Արմանը սկսեց աշխատել Մանվելի համար 1999 թվականին։ Այդ ժամանակ նա 24 տարեկան էր, պետք էր աշխատանք։ Մի ծանոթը ասաց, որ Մանվելը փնտրում է վարորդ։ Արմանը գնաց հարցազրույցի, հանդիպեց Մանվելին առաջին անգամ։ Գեներալը նստած էր իր աշխատասենյակում Ստեփանակերտում, ուսումնասիրում էր Արմանի փաստաթղթերը։ Դու ծառայել ես բանակում, հարցրեց Մանվելը։ Այո, 3 տարի, պատասխանեց Արմանը։ Լավ։ Դու սկսում ես վաղը։ Բայց հիշիր մի բան, այն, ինչ տեսնում ես, լսում ես կամ իմանում ես այստեղ, մնում է այստեղ։ Հասկանում ես։ Արմանը գլուխ թեքեց։ Նա չգիտեր, որ այդ խոսքերը կդառնան նրա կյանքի կանոնը հաջորդ 17 տարիների ընթացքում։ Առաջին ամիսները Արմանը կատարում էր սովորական վարորդի պարտականություններ։ Նա տեղափոխում էր Մանվելին հանդիպումներ, տուն, ռեստորաններ։ Բայց աստիճանաբար Մանվելը սկսեց վստահել նրան ավելի լուրջ առաջադրանքներ։ Առաջին անգամ Արմանը տեղափոխեց հատուկ բեռ 2000 թվականին։ Մանվելը տվեց նրան հասցե երանում, ասաց. «Վերցրու այս պարկը, տար այդ հասցեով։ Տուր միայն այն մարդուն, ով կասիդ Արարատ։ Եվ ոչ մի հարց»։ Արմանը վերցրեց պարկը, որը շատ ծանր էր, գնաց երան։ Հասցեում նրան դիմավորեց մի տղամարդ, ով ասաց Արարատ, Արմանը տվեց պարկը։ Երբ վերադարձավ, Մանվելը տվեց նրան $500 բոնուս։ Արմանը հասկացավ, որ այդ պարկում փող էր։ Շատ փող։ Բայց նա չհարցրեց։ Նա սովորել էր չհարցնել։ Հաջորդ տարիները Արմանը դարձավ Մանվելի ամենավստահելի մարդը։ Նա տեղափոխում էր ոչ միայն փող, այլ փաստաթղթեր, զենք, նույնիսկ մարդկանց, ովքեր չէին ուզում, որ իրենց տեսնեն։ Մանվելը վճարում էր նրան լավ, ամսական $2000, որը Արցախում հսկայական գումար էր։ Բայց ավելի կարևորը, Մանվելը պաշտպանում էր նրան։ Երբ Արմանը ուներ խնդիր ոստիկանության հետ, Մանվելը մի զանգով լուծում էր այն։ Երբ Արմանի եղբայրը պետք էր աշխատանք, Մանվելը տալիս էր նրան տեղ իր ընկերություններից մեկում։ Արմանը զգում էր, որ նա մաս է մի մեծ ընտանիքի, որտեղ Մանվելը հայրն է։ Բայց նա չգիտեր, որ այս ընտանիքը կառուցված է վախի լռության վրա։ 2010 թվականին Արմանը առաջին անգամ տեսավ Մանվելի ստորգետնյա պահեստը։ Գեներալը հանձնարարեց նրան բերել մի արկղ այնտեղից։ Երբ Արմանը իջավ ներք, նա չէր կարող հավատալ իր աչքերին։ Սենյակը լի էր գույքով, զենք, ոսկի, նկարներ, հնագույն գրքեր։ Ուրից է այս ամենը, մտածեց Արմանը։ Բայց նա չհարցրեց։ Նա վերցրեց արկղը, որը լի էր ոսկե մետաղադրամներով, տարավ Մանվելին։ Գեներալը բացեց արկղը, վերցրեց մի մետաղադրամ, ասաց. «Արման, դու գիտես, թե ինչ է սա»։ «Ոչ», պատասխանեց Արմանը։ «Սա հին հայկական մետաղադրամ է, 2000 տարեկան։ Արժե մոտավորապես $10,000։ Եվ այս արկղում կա 200 նման մետաղադրամ։ Հաշվիր»։ Արմանը հաշվեց, $2 միլիոն միայն մի արկղում։ Եվ այնտեղ կային տասնյակ նման արկղներ։ Ուրից էր Մանվելը ստացել այս ամենը։ Պատասխանը եկավ 2012 թվականին, երբ Արմանը պատահաբար լսեց Մանվելի զրույցը նրա եղբոր հետ։ Նրանք խոսում էին հնագիտական պեղումների մասին Արցախում։ «Մենք գտանք մի գանձ Տիգրանակերտում», ասաց եղբայրը։ «Քանի՞»։ «Մետաղադրամ», հարցրեց Մանվելը։ «Մոտավորապես 500։ Բայց կան նա զարդեր մի քանի սուր»։ «Լավ։ Տուր ինձ կեսը։ Մյուս կեսը վաճառիր Թբիլիսիում»։ Արմանը հասկացավ, որ Մանվելը ոչ միայն հավաքում էր հնագիտական գտածոներ, այլ վերահսկում էր ապօրինի պեղումները Արցախում։ Յուրաքանչյուր անգամ, երբ գտնվում էր հնագիտական գանձ, Մանվելը ստանում էր իր մասը։ Եվ ոչ ոք չէր համարձակվում մերժել նրան, քանի որ նա էր Արցախի ամենահզոր մարդը։ Բայց ոսկին հնագիտական գտածոները միայն մի մասն էին Մանվելի հարստության։ Իրական փողը գալիս էր այլ աղբյուրներից։ Արմանը տեսավ, թե ինչպես են Մանվելի տուն գալիս բիզնեսմենները թողնում պարկեր, լի փողով։ Նա տեսավ, թե ինչպես է Մանվելը ստորագրում պայմանագրեր, որոնք տալիս էին նրան 10% յուրաքանչյուր գործարքից Արցախում։ Նա տեսավ, թե ինչպես է Մանվելը վերահսկում նույնիսկ փոքր խանութները պահանջում պաշտպանության վճար։ Մանվելը ստեղծել էր համակարգ։
որտեղ ոչ ոք չէր կարող բիզնես անել առանց նրա թույլտվության։ Եվ յուրաքանչյուր ով ուզում էր բիզնես անել, պետք է վճարեր Մանվելին։ Սա էր իրական հարստության աղբյուրը։ Ոչ թե պետական աշխատավարձը, ոչ թե պաշտոնական բիզնեսը, այլ այս ստվերային համակարգը, որը Մանվելը կառուցել էր տասնամյակների ընթացքում։ 2015 թվականին Արմանը նկատեց, որ Մանվելը սկսեց փոխվել։ Գեներալը դարձավ ավելի նյարդային, ավելի կասկածամիտ։ Նա սկսեց ստուգել իր մեքենաները ամեն օր, փնտրելով լսող սարքեր։ Նա սկսեց փոխել իր հեռախոսահամարները ամեն շաբաթ։ Նա սկսեց խուսափել հանրային տեղերից։ Ինչ որ բան տեղի է ունենում, մտածեց Արմանը։ Եվ նա ճիշտ էր։ Հայաստանում սկսվում էր քաղաքական փոփոխություն։ Հին համակարգը, որը թույլ էր տվել Մանվելի նմանների հարստանալ, սկսում էր փլուզվել։ Եվ Մանվելը զգում էր, որ նրա ժամանակը լրանում է։ Բայց նա չէր պատրաստվում հանձնվել առանց պայքարի։ Նա սկսեց պատրաստվել ամենավատ սցենարին։ Եվ այդ պատրաստությունը ներառում էր իր ամենաթանկարժեք գույքի թաքցումը։ 2017 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։ Մանվելը հետում էր իրադարձություններին մեծ անհանգստությամբ։ Նա հասկանում էր, որ եթե իշխանությունը փոխվի, նա կլինի առաջին թիրախներից մեկը։ Եվ նա ճիշտ էր։ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, նոր իշխանությունները հայտարարեցին, որ կպայքարեն կոռուպցիայի դեմ։ Մանվելի անունը հնչեց առաջին տասնյակում։ Գեներալը հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա սկսեց պատրաստվել ձերբակալությանը։ Բայց նախքան ձերբակալվելը, նա ուզում էր փրկել իր ամենաթանկարժեք գույքը։ Եվ այստեղ է, որ Արմանը մտնում է պատմության մեջ։ 2018 թվականի հունիսի 19-ը Մանվելը կանչեց Արմանին իր աշխատասենյակ։ Գեներալը նստած էր իր սեղանի հետում ծխում էր սիգար։ Արման, մենք երկար տարիներ միասին ենք աշխատել, սկսեց նա։ Դու եղել ես հավատարիմ լրակյաց։ Հիմա ես պետք է քեզ խնդրեմ վերջին ծառայությունը։ Արմանը սպասեց։ Շուտով ինչ-որ մարդիկ կգան այստեղ, շարունակեց Մանվելը։ Նրանք կուզենան տեսնել ամեն ինչ։ Բայց կան բաներ, որոնք նրանք չպետք է տեսնեն։ Դու հասկանում ես, թե ինչ եմ ասում։ Արմանը գլուխ թեքեց։ Կարենը կկազմակերպի ամեն ինչ, ասաց Մանվելը։ Դու պարզապես արա այն, ինչ նա կասի։ Եվ հիշիր, դու ոչինչ չես տեսել։ Սա էր վերջին անգամը, երբ Արմանը խոսեց Մանվելի հետ որպես ազատ մարդ։ Հաջորդ օրը գեներալը ձերբակալվեց։ Բայց մինչ ձերբակալությունը Կարենը հասցրեց կատարել հոր հանձնարարությունը։ 2018 թվականի հունիսի 20-րդի առավոտյան ժամը 6-ին Արմանը ստացավ այն զանգը, որը փոխեց ամեն ինչ։ Եվ 3 ժամ անց 3 ջիպերը, լցված Մանվել Գրիգորյանի ամենաթանկարժեք գույքով, անհետացան Արցախի լեռներում։ Բայց ո՞ր գնացին այդ ջիպերը։ Արմանը գիտի պատասխանը։ Եվ այսօր, առաջին անգամ, նա պատմելու է ճշմարտությունը։ Բայց նախքան դա, մենք պետք է հասկանանք, թե ինչու Մանվել Գրիգորյանը դարձավ այն, ինչ դարձավ։ Ինչպես հերոսը վերածվեց հանցագործի։ Եվ ինչու։ Ոչ ոք չկանգնեցրեց նրան, երբ դեռ ժամանակ կար։ Մանվել Գրիգորյանի վերափոխումը հերոսից օլիգարխի սկսվեց 1995 թվականին, երբ Արցախյան պատերազմը ավարտվեց, սկսվեց խաղաղ կյանքը։ Բայց Արցախում խաղաղությունը երբեք իսկապես խաղաղ չէր։ Տարածքը մնում էր ռազմական գոտի, ով վերահսկում էր բանակը, վերահսկում էր նա տնտեսությունը։ Մանվելը հասկանում էր սա ավելի լավ, քան ցանկացած ուրիշը։ Նա օգտագործեց իր ռազմական դիրքը, պաշտպանության նախարարի տեղակալ, որպեսզի ստեղծի բիզնես կայսրություն։ Առաջին մեծ գործարքը եղավ 2000 թվականին, երբ Մանվելը ստացավ պայմանագիր Ստեփանակերտում նոր զինվորական բազայի կառուցման համար։ Պայմանագրի արժեքը $3 միլիոն։ Բայց իրական ծախսերը կազմեցին միայն $1 միլիոն։ Մնացած $2 միլիոնը գնաց Մանվելի գրպանը։ Արմանը հիշում է, թե ինչպես Մանվելը նշում էր այդ գործարքի ավարտը։ Գեներալը կազմակերպեց հանդիսավոր ընթրիք իր առանձնատանը, որտեղ հրավիրված էին Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Արմանը վարում էր հյուրերին։
Նա տեսավ, թե ինչպես են նրանք բարձրացնում բաժակները Մանվելի պատվին, ինչպես են գովաբանում նրա հայրենասիրությունը, անձնազոհությունը։ Բայց Արմանը նա տեսավ, թե ինչ էր տեղի ունենում ընթրիքից հետո։ Յուրաքանչյուր հյուր, մինչ հեռանալը, մտնում էր Մանվելի աշխատասենյակ թողնում ծրար։ Արմանը հաշվեց 12 հյուր։ Յուրաքանչյուր ծրարում կար մոտավորապես $10,000։ Ընդհանուր $120,000 մի երեկոյում։ Սա էր համակարգը։ Մանվելը տալիս էր պայմանագրեր, պաշտոնյաները ստանում էին իրենց մասը, բոլորը երջանիկ էին։ Բացի հասարակ մարդկանցից, ովքեր վճարում էին այս ամենի համար։ Բայց Մանվելը չէր գոհանում միայն շինարարական պայմանագրերով։ Նա ուզում էր ավելին։ 2002 թվականին նա ստեղծեց ընկերություն, որը ներմուծում էր վառելիք Արցախ։ Պաշտոնապես ընկերությունը պատկանում էր նրա եղբորորդուն, բայց բոլորը գիտեին, որ իրական տերը Մանվելն է։ Այս ընկերությունը ստացավ մենաշնորհ Արցախում վառելիքի ներմուծման վրա։ Յուրաքանչյուր բենզինի կայան, յուրաքանչյուր տրանսպորտային ընկերություն, յուրաքանչյուր գյուղացի, ով ուզում էր լցնել իր տրակտորը, պետք է գներ վառելիք Մանվելի ընկերությունից։ Եվ գները բարձր էին։ Մանվելը վաճառում էր բենզինը 10%-ով ավելի թանկ, քան Հայաստանում։ Երբ մարդիկ բողոքեցին, Մանվելը պարզապես ասաց, եթե դուք չեք գնում, գնացեք Հայաստան գնեք այնտեղից։ Բայց Հայաստանից Արցախ վառելիք տեղափոխելը թանկ էր վտանգավոր։ Այսպիսով, մարդիկ ստիպված էին գնել Մանվելից։ Արմանը հիշում է մի դեպք 2005 թվականին, երբ մի փոքր բենզինի կայանի տերը փորձեց ներմուծել վառելիք ուղղակիորեն Ռուսաստանից, շրջանցելով Մանվելի ընկերությունը։ 2 շաբաթ անց այդ բենզինի կայանը այրվեց։ Պաշտոնապես, դա էր պատահական հրթեհ։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Տերը փորձեց բողոքել ոստիկանությանը, բայց ոստիկանությունը ոչինչ չարեց։ Ինչու՞։ Քանի որ ոստիկանության պետը Արցախում էր Մանվելի մերձավորը։ Համակարգը աշխատում էր կատարյալ։ Մանվելը վերահսկում էր բանակը, բանակը վերահսկում էր ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտպանում էր Մանվելի բիզնեսները։ Եվ ով համարձակվում էր դեմ խոսել, կորցնում էր ամեն ինչ։ Բայց ամենաշահավետ բիզնեսը Մանվելի համար էր ոչ թե վառելիքը, ոչ թե շինարարությունը, այլ բանակային մատակարարումը։ Յուրաքանչյուր տարի Արցախի բանակը ստանում էր միլիոնավոր դոլարներ Հայաստանի կառավարությունից սննդամթերքի, հագուստի զինամթերքի համար։ Եվ Մանվելը, որպես պաշտպանության նախարարի տեղակալ, որոշում էր, թե ով կստանա այդ պայմանագրերը։ Բնականաբար, նա ընտրում էր իր սեփական ընկերությունները։ Բայց այստեղ էր ամենամեծ խարդախությունը։ Մանվելի ընկերությունները մատակարարում էին ցածրորակ ապրանքներ, բայց ստանում էին վճարում բարձրորակ ապրանքների համար։ Օրինակ, պայմանագիրը կարող էր նախատեսել մատակարարել թարմ միս զինվորների համար, բայց Մանվելը մատակարարում էր սառեցված միս, որը գնել էր 3 անգամ ավելի էժան։ Տարբերությունը մնում էր նրա գրպանում։ Արմանը տեսավ այս համակարգը գործողության մեջ բազմիցս։ Նա հիշում է, թե ինչպես 2010 թվականին Մանվելը ստացավ պայմանագիր մատակարարել 100 տոննա պահածոյացված միս բանակին։ Պայմանագրի արժեքը $500,000։ Բայց Մանվելը գնեց պահածոյացված միսը Ռուսաստանից ընդամենը $200,000-ով։ Մնացած 300,000-ը գնաց նրա գրպանը։ Բայց ամենավատը այն էր, որ պահածոյացված միսը, որը Մանվելը մատակարարեց, ժամկետանց էր։ Արմանը տեսավ արկղները, որոնց վրա գրված էր ժամկետը 2008 թվական։ 2 տարի ժամկետ անց։ Բայց ոչ ոք չբողոքեց։ Զինվորները ուտում էին այդ ժամկետանց միսը, եթե ինչ-որ մեկը հիվանդանում էր։ Պաշտոնական տարբերակը լինում էր սննդային թունավորում անհայտ պատճառով։ 2012 թվականին Արմանը տեղափոխեց Մանվելին դեպի Երան մի հատուկ հանդիպման։ Գեներալը հանդիպեց բարձրաստիճան պաշտոնյայի հետ մի ռեստորանում։ Արմանը սպասում էր դրսում, բայց նա կարող էր լսել զրույցի մի մասը, քանի որ պատուհանը բաց էր։ Պաշտոնյան ասում էր. «Մանվել, մենք ստանում ենք բողոքներ զինվորների ծնողներից։ Նրանք ասում են, որ երեխաները սովածություն են քաշում»։ Մանվելը պատասխանեց. «Սա ստախոսություն է։ Մենք մատակարարում ենք ամեն ինչ ըստ պայմանագրի»։ Պաշտոնյան շարունակեց. «Բայց մենք ստուգեցինք, պարզվեց, որ զինվորները ստանում են միայն կեսը այն սննդից, որը նախատեսված է պայմանագրով»։ Մանվելը լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց. «Լավ, ես կուսումնասիրեմ այս հարցը»։
Բայց դու գիտես, որ մենք ունենք համաձայնություն։ Ես հույս ունեմ, որ դու չես մոռանում դա։ Պաշտոնյան ոչինչ չպատասխանեց։ Երբ Մանվելը դուրս եկավ, նա ժպտում էր։ Արմանը հասկացավ, որ համաձայնությունը նշանակում էր, որ պաշտոնյան ստանում էր իր մասը Մանվելի շահույթից։ Բայց ամենաշոկայինը Արմանը տեսավ 2015 թվականին, երբ Մանվելը հանձնարարեց նրան տեղափոխել մի խոշոր բեռ դեպի Արցախ։ Բեռը բաղկացած էր 50 արկղից, որոնց վրա գրված էր «բանակային սնունդ»։ Արմանը բեռնեց արկղները մեկնեց դեպի Արցախ։ Ճանապարհին մի արկղը ընկավ բացվեց։ Արմանը կանգնեցրեց մեքենան գնաց ստուգելու։ Ներսում էին պահածոյացված մթերքի տուփեր։ Բայց երբ Արմանը նայեց ժամկետին, նա սառեց։ Ժամկետը լրացել էր 3 տարի առաջ։ 3 տարի։ Արմանը բացեց մի տուփ հոտոտեց։ Հոտը սարսափելի էր։ Նա հասկացավ, որ այս սնունդը ոչ միայն ժամկետանց էր, այլ փչացած։ Բայց նա չէր կարող ոչինչ անել։ Նա փակեց արկղը, բեռնեց հետ մեքենայի մեջ շարունակեց ճանապարհը։ Երբ հասավ Ստեփանակերտ հանձնեց բեռը, նա տեսավ, թե ինչպես են զինվորները բեռնում արկղները բանակային բազա։ Այդ երեխաները 18-19 տարեկան պատանիներ պետք է ուտեին այդ փչացած սնունդը։ Եվ Մանվել Գրիգորյանը, Արցախի հերոսը, շահույթ էր ստանում դրանից։ Այդ գիշեր Արմանը չէր կարող քնել։ Նա մտածում էր այն զինվորների մասին, ովքեր պետք է ուտեին այդ սնունդը։ Նա մտածում էր իրենց ծնողների մասին, ովքեր հավատում էին, որ իրենց երեխաները պաշտպանված են, լավ սնվում են։ Նա մտածում էր Մանվելի մասին, ով մի ժամանակ իսկապես հերոս էր, բայց հիմա վերածվել էր ինչ-որ մեկի, ով շահագործում էր իր սեփական զինվորներին։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես էր մարդը, ով պատերազմել էր Արցախի համար, հիմա գողանում իր սեփական զինվորների սնունդը։ Արմանը ուզում էր հեռանալ, ուզում էր դադարեցնել աշխատել Մանվելի համար։ Բայց նա վախենում էր։ Նա գիտեր, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր փորձում են դավաճանել Մանվելին։ Եվ նա ուներ ընտանիք, կին 2 երեխա։ Նա չէր կարող ռիսկի ենթարկել նրանց։ Այսպիսով, նա շարունակեց աշխատել լռել։ 2016 թվականին Արցախում սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները։ 4 օրվա ընթացքում զոհվեցին 100-ից ավելի հայ զինվորներ։ Մանվելը որպես պաշտպանության նախարարի տեղակալ պատասխանատու էր զինվորների մատակարարման համար։ Բայց երբ զինվորները գնացին ռազմաճակատ, նրանք հայտնաբերեցին, որ շատ բաներ բացակայում են։ Բավարար զինամթերք չկար։ Բավարար սնունդ չկար։ Նույնիսկ բավարար ջուր չկար։ Զինվորները պետք է կռվեին քաղցած ծարավ։ Եվ մինչ նրանք մահանում էին ռազմաճակատում, Մանվել Գրիգորյանի պահեստներում պառկած էին տոննավոր պահածոյացված մթերք, որը պետք է լիներ այդ զինվորների ստամոքսներում։ Արմանը հիշում է, թե ինչպես Մանվելը արձագանքեց ապրիլյան պատերազմին։ Գեներալը չէր գնացել ռազմաճակատ։ Նա մնաց Ստեփանակերտում, շարունակեց իր սովորական կյանքը։ Բայց նա հանձնարարեց Արմանին տեղափոխել մի մեծ բեռ դեպի իր առանձնատունը Երանում։ Բեռը բաղկացած էր արկղներից, որոնք լի էին պահածոյացված մթերքով։ Ինչու՞։ Մանվելը տեղափոխում սնունդ Երան, երբ զինվորները սովածություն են քաշում ռազմաճակատում, մտածեց Արմանը։ Բայց նա չհարցրեց։ Նա պարզապես կատարեց հանձնարարությունը։ Երբ նա բեռնավորեց արկղները Երանում, Մանվելի կինը Հրանուշը ասաց. «Լավ, այս սնունդը բավական կլինի մեզ համար մի քանի ամսով, եթե ինչ-որ բան տեղի ունենա»։ Արմանը հասկացավ, որ Մանվելը պատրաստվում էր ամենավատ սցենարին։ Նա գողանում էր բանակային սնունդը ոչ միայն շահույթի համար, այլ որպեսզի ապահովի իր սեփական ընտանիքը։ Ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակությունը սկսեց հարցեր տալ։ Ինչու՞։ Զինվորները չունեին բավարար մատակարարում։ Ինչու՞։ Բանակը չէր պատրաստ։ Ո՞վ էր պատասխանատու։ Բայց պատասխաններ չեկան։ Իշխանությունները լռեցին այս հարցերը։ Մանվել Գրիգորյանը շարունակեց իր պաշտոնը, իր բիզնեսները։ Ոչինչ չփոխվեց։ Բայց ինչ-որ բան փոխվեց հայ հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ նրանց խաբում են։ Նրանք սկսեցին հասկանալ, որ նրանց հերոսները իրականում գողեր են։
Եվ այս բարկությունը կուտակվեց 2 տարի, մինչ վերջապես պայթեց 2018 թվականի ապրիլին, Թավշյա հեղափոխության ժամանակ։ Բայց Մանվել Գրիգորյանի պատմությունը ավելին է, քան պարզապես կոռուպցիայի պատմություն։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես համակարգը թույլ է տալիս մի մարդու վերածվել հրեշի։ Մանվելը չծնվեց գող։ Նա ծնվեց սովորական երեխա աղքատ ընտանիքում։ Նա դարձավ հերոս, երբ պաշտպանեց իր ժողովրդին պատերազմում։ Բայց հետո համակարգը նրան ցույց տվեց, որ նա կարող է ունենալ ավելին։ Նա կարող է ունենալ իշխանություն, հարստություն, պատիվ։ Եվ միակ բանը, որ նա պետք է աներ, էր փակել իր աչքերը վերցնել այն, ինչ նրան առաջարկվում էր։ Եվ Մանվելը վերցրեց։ Նա վերցրեց ավելի ու ավելի շատ, մինչ վերջապես կորցրեց ամեն զգացում այն մասին, թե ինչ է ճիշտ, ինչ սխալ։ Նա դարձավ այն, ինչից մի ժամանակ պաշտպանում էր իր ժողովրդին։ Նա դարձավ թշնամի։ Արմանը տեսավ այս վերափոխումը 17 տարվա ընթացքում։ Նա տեսավ, թե ինչպես Մանվելը աստիճանաբար կորցրեց իր մարդկայնությունը։ Սկզբում գեներալը գոնե փորձում էր արդարացնել իր գործողությունները։ Ես սա անում եմ Արցախի համար, ասում էր նա։ Ես պետք է ուժեղ լինեմ, որպեսզի պաշտպանեմ մեր ժողովրդին։ Բայց աստիճանաբար այս արդարացումները անհետացան։ Մանվելը այլևս չէր խոսում Արցախի մասին։ Նա խոսում էր միայն փողի, իշխանության, գույքի մասին։ Նա դարձավ մարդ, ով չէր տեսնում զինվորներին որպես մարդիկ, այլ որպես միջոց շահույթ ստանալու համար։ Եվ երբ այդ զինվորները մահանում էին ռազմաճակատում, Մանվելը չէր զգում ոչինչ։ Նա պարզապես շարունակում էր հաշվել իր փողը։ Բայց ամենավախենալին այն էր, որ Մանվելը ոչ միայնակ էր։ Նա էր մաս մի ամբողջ համակարգի, որտեղ տասնյակ, հարյուրավոր մարդիկ անում էին նույն բանը։ Պաշտոնյաներ, գեներալներ, բիզնեսմեններ, բոլորը մասնակցում էին այս սխեմային։ Եվ բոլորը լռում էին, քանի որ բոլորը ստանում էին իրենց մասը։ Սա էր իրական ողբերգությունը։ Ոչ թե մի մարդը գողանում էր, այլ ամբողջ համակարգը կառուցված էր գողության վրա։ Եվ երբ մի մարդ փորձում էր դեմ խոսել, համակարգը ջախջախում էր նրան։ Այսպես էր, որ Մանվել Գրիգորյանը կարողացավ շարունակել իր գործերը 20 տարի առանց որևէ պատիժի։ Մինչ վերջապես ժողովուրդը ասաց՝ բավական է։ 2018 թվականի ապրիլին հայ ժողովուրդը ելավ փողոց, պահանջեց փոփոխություն։ Թավշյա հեղափոխությունը չէր միայն քաղաքական փոփոխություն։ Դա էր բարոյական հեղափոխություն։ Մարդիկ ասացին, որ նրանք այլևս չեն ընդունում կոռուպցիան, գողությունը, ստախոսությունը։ Նրանք ուզում էին ապրել երկրում, որտեղ օրենքը գործում է բոլորի համար, ոչ միայն հարուստների համար։ Եվ Մանվել Գրիգորյանը դարձավ այդ հին համակարգի խորհրդանիշը։ Երբ նա ձերբակալվեց հունիսին, ամբողջ Հայաստանը տոնեց։ Մարդիկ զգացին, որ վերջապես արդարությունը հաղթում է։ Բայց արդյոք իսկապես հաղթեց։ Արդյոք Մանվելի ձերբակալությունը իսկապես նշանակում էր, որ համակարգը փոխվեց։ Թե դա միայն սիմվոլիկ ժեստ էր, մինչդեռ իրական գործընկերները շարունակում էին իրենց գործերը ստվերում։ Արմանը գիտի պատասխանը։ Նա տեսավ, թե ինչ տեղի ունեցավ այն առավոտյան, երբ ԱԾՄ պատրաստվում էր ներխուժել Մանվելի առանձնատուն։ Նա տեսավ, թե ինչպես են Մանվելի ամենամերձավորները, նրանք, ովքեր նույնպես մասնակցել էին այս սխեմային, փրկում իրենց գույքը փախչում երկրից։ Նա տեսավ, թե ինչպես է համակարգը պաշտպանում իր սեփական անդամներին։ Եվ նա հասկացավ, որ Մանվելի ձերբակալությունը միայն սկիզբն է։ Իրական պատասխանները դեռ թաքնված են։ Իրական գույքը դեռ չի գտնվել։ Եվ իրական մեղավորները դեռ ազատ են։ Բայց Արմանը որոշեց, որ նա չի լռի ավելի։ Նա պատմելու է ամեն ինչ, ինչ գիտի։ Եվ թող հասարակությունը որոշի, թե ինչ անել այդ տեղեկատվությամբ։ Արդյոք մարդիկ պատրաստ են լսել ճշմարտությունը։ Արդյոք նրանք պատրաստ են պահանջել իրական արդարություն։ Թե նրանք կգոհանան սիմվոլիկ զոհաբերությամբ կթույլ տան համակարգին շարունակել գործել ստվերում։ 2018 թվականի հունիսի 19 երեկոյան Արմանը նկատեց, որ Մանվելի առանձնատանում ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում։ Սովորաբար գեներալը երեկոները հանգիստ էր անցկացնում ընտանիքի հետ, բայց այդ երեկո առանձնատունը լի էր մարդկանցով։
Արմանը տեսավ, թե ինչպես են մտնում դուրս գալիս անծանոթ տղամարդիկ, ինչպես են նրանք շնջում միմյանց հետ, ինչպես են Մանվելի որդիները, Կարենը Մարտունը վազում սենյակից սենյակ։ Ինչ-որ բան պատրաստվում էր, Արմանը զգում էր, որ դա ինչ-որ լուրջ բան է։ Նա կանգնած էր ավտոտնակում, սպասում էր հանձնարարության։ Ժամը 11-ին Կարենը մոտեցավ նրան, ասաց. Արման, գնա տուն հանգստացիր։ Վաղը շատ վաղ պետք է լինես այստեղ։ Ժամը 6-ին։ Եվ պատրաստիր 3 մեծ մեքենաները։ Արմանը ուզում էր հարցնել, թե ինչու, բայց Կարենի դեմքի արտահայտությունը ասում էր, որ հարցեր չեն ընդունվում։ Այդ գիշեր Արմանը քիչ քնեց։ Նա մտածում էր, թե ինչու Կարենը այդքան լարված էր, ինչու պետք է 3 մեծ մեքենաներ, ինչու այդքան վաղ։ Նա հիշեց, որ վերջին շաբաթների ընթացքում Մանվելը շատ նյարդային էր։ Գեներալը անընդհատ հետում էր լուրերին, անընդհատ զանգահարում էր իր կապերին Երանում, անընդհատ հարցնում էր, ինչ են լսում, ինչ են պլանավորում։ Արմանը հասկանում էր, որ Մանվելը վախենում է ինչ-որ բանից։ Բայց նա չգիտեր, թե ինչից։ Հիմա, երբ Կարենը պահանջեց 3 մեծ մեքենաներ վաղ առավոտյան, Արմանը սկսեց հասկանալ։ Մանվելը պատրաստվում էր փախուստի։ Կամ ավելի ճիշտ, նա պատրաստվում էր փրկել իր ամենաթանկարժեք գույքը։ Ժամը 5:45-ին Արմանը արթնացավ, լվացվեց։ Հագնվեց, մեկնեց դեպի Մանվելի առանձնատուն։ Ճանապարհին նա նկատեց, որ փողոցները դատարկ են։ Ստեփանակերտը դեռ քնած էր։ Երբ նա հասավ առանձնատուն, արը դեռ չէր ծագել։ Ավտոտնակում նա պատրաստեց 3 Land Rover ջիպերը, ստուգեց շարժիչները, անիվները, վառելիքը։ Ամեն ինչ պատրաստ էր։ Ժամը 6-ին հնչեց նրա հեռախոսը։ Կարենն էր։ Արման, արի ներս։ Հիմա։ Արմանը մտավ առանձնատուն, տեսավ, որ հիմնական սրահում կանգնած են Կարենը 2 անծանոթ մարդիկ։ Նրանք կրում էին հագուստ, ռազմական կոշիկներ ունեին այն կեցվածքը, որը Արմանը անմիջապես ճանաչեց նախկին զինվորական, հավանաբար հատուկ ստորաբաժանումներից։ Կարենը չկորցրեց ժամանակը։ Արման, մենք պետք է դատարկենք ստորգետնյա պահեստը։ Ամեն ինչ պետք է բեռնվի մեքենաներում մինչ ժամը 9։ 3 ժամ։ Հասկանում ես։ Արմանը գլուխ թեքեց։ Լավ։ Հետիր ինձ։ Նրանք իջան ստորգետնյա պահեստ, Արմանը կրկին տեսավ այն տեսարանը, որը տեսել էր 8 տարի առաջ։ Բայց այս անգամ պահեստը ավելի լի էր։ Արկղներ, սեյֆեր, պարկեր, նկարներ, զենքեր, ամեն ինչ խառնված էր միասին։ Կարենը հանեց մի թերթիկ, սկսեց կարդալ։ Առաջին մեքենա, 15 արկղ ոսկե զարդերով, 5 սեյֆ փաստաթղթերով փողով, 3 պարկ անձնական իրեր։ Երկրորդ մեքենա, 10 արկղ հնագիտական գտածոներով, 5 արկղ հին զենքերով, 3 սեյֆ ոսկե մետաղադրամներով։ Երրորդ մեքենա, 10 արկղ նկարներով, ձեռագրերով, 5 արկղ թանկարժեք քարերով, 3 պարկ անձնական փաստաթղթեր։ Նրանք սկսեցին բեռնումը։ Արմանը 2 անծանոթ մարդիկ տեղափոխում էին արկղները դեպի ավտոտնակ, մինչդեռ Կարենը մնում էր ստորգետնյա պահեստում, վերահսկում էր, որ ամեն ինչ ճիշտ է վերցվում։ Յուրաքանչյուր արկղ ծանր էր։ Արմանի մկանները ցավում էին, բայց նա չէր դադարում։ Նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է։ Երբ նրանք բեռնեցին առաջին 10 արկղը, Արմանը նկատեց մի բան տարօրինակ։ Մի փոքր սպարկ, որը Կարենը անձամբ տեղավորեց առաջին ջիպի արջի նստատեղին։ Պարկը փոքր էր, բայց Կարենը վերաբերվում էր դրան այնպես, կարծես դա ամենակարևոր բանն է։ Նա նույնիսկ կողպեց դռները, վերցրեց բանալիները իր հետ։ Ինչ կար այդ պարկի մեջ, որ այդքան կարևոր էր։ Ժամը 7-ին նրանք բեռնել էին արդեն կեսը։ Արմանը քրտնում էր, չնայած առավոտյան զովությանը։ 2 անծանոթ մարդիկ աշխատում էին լուր արագ, կարծես նրանք արել են սա բազմիցս։ Կարենը շարունակում էր վերահսկել ամեն ինչ, նշելով իր ցուցակում յուրաքանչյուր բեռնված իր։ Ժամը 8-ին Մանվելը իջավ ստորգետնյա պահեստ։ Գեներալը նայեց շուրջը, ասաց. արագացրեք։ Մեզ մնաց 1 ժամ։ Ես կփոխհատուցեմ քեզ։ Արմանը ոչինչ չպատասխանեց։ Նա պարզապես շարունակեց բեռնել արկղները։ Ժամը 8:45-ին վերջին արկղը բեռնվեց երրորդ ջիպի մեջ։ 3 մեքենաները լցված էին գույքով։ Կարենը ստուգեց իր ցուցակը, ասաց. լավ, ամեն ինչ այստեղ է։
Մանվելը մոտեցավ Արմանին տվեց նրան մի ծրար. «Սա քեզ համար։ Եվ հիշիր, դու այսօր ոչինչ չես տեսել»։ «Ոչինչ»։ Արմանը վերցրեց ծրարը զգաց, որ այն ծանր է։ Նա գիտեր, որ ներսում շատ փող կա։ Բայց նա գիտեր, որ այս փողը գնում է նրա լռությունը։ Մանվելը շարունակեց. «Արման, դու 17 տարի աշխատել ես ինձ համար։ Դու եղել ես հավատարիմ։ Ես հույս ունեմ, որ դու կշարունակես լինել հավատարիմ»։ Սա ոչ թե խնդրանք էր, այլ սպառնալիք։ Արմանը հասկացավ դա։ Ժամը 9:03 ջիպերը լցված Մանվել Գրիգորյանի ամենաթանկարժեք գույքով պատրաստ էին մեկնել։ Կարենը նստեց առաջին ջիպի վարորդական նստատեղին։ Երկու անծանոթ մարդիկ նստեցին երկրորդ, երրորդ ջիպերում։ Մանվելը կանգնած էր ավտոտնակի դռան մոտ դիտում էր։ «Կարեն, դու գիտես, թե որտեղ գնալ», ասաց նա։ «Այո, հայր։ Ամեն ինչ պատրաստ է»։ «Լավ։ Գնա։ Եվ զանգահարիր ինձ, երբ հասնես»։ Ջիպերը մեկնեցին։ Արմանը դիտեց, թե ինչպես են նրանք դուրս գալիս ավտոտնակից վերցնում ճանապարհը։ Բայց նա նկատեց մի բան տարօրինակ։ Նրանք չգնացին դեպի Երան։ Նրանք վերցրին ճանապարհը դեպի Արցախի հարավ։ Դեպի լեռները։ Ինչու՞։ Մանվելը մնաց ավտոտնակում մի քանի րոպե, հետո վերադարձավ առանձնատուն։ Արմանը տեսավ, թե ինչպես է գեներալը նստում իր աշխատասենյակում վերցնում հեռախոսը։ Նա զանգահարում էր ինչ-որ մեկին։ Արմանը չէր կարող լսել զրույցը։ Բայց նա տեսավ Մանվելի դեմքի արտահայտությունը։ Գեներալը լարված էր, բայց նա թեթացած։ Նա արել էր այն, ինչ պետք է աներ։ Նա փրկել էր իր ամենաթանկարժեք գույքը։ Հիմա նա կարող էր սպասել ԱԱԾ-ին։ Ժամը 12-ին Արմանը տեսավ հեռուստատեսությամբ, որ ԱԱԾ-ի սպաները մտել են Մանվել Գրիգորյանի առանձնատուն։ Նրանք ուշացել էին ընդամենը 3 ժամով։ 3 ժամ, որոնք բավական էին, որ վերացնեն ամենակարևոր ապացույցները։ Բայց Արմանը չէր հասկանում մի բան։ Ինչու՞։ Կարենը տարավ ջիպերը դեպի Արցախի հարավ, ոչ թե դեպի Երան կամ Վրաստան, որտեղ ավելի հեշտ կլիներ թաքցնել գույքը։ Պատասխանը եկավ 2 օր անց, երբ Կարենը կրկին զանգահարեց Արմանին։ «Արման, ես պետք է քեզ մի ծառայություն խնդրեմ։ Գնա Արցախ, Հադրութի շրջան։ Կա մի գյուղ, Թաղավարտ։ Այնտեղ կգտնես մի տուն, որի տերը Վարդանն է։ Տուր նրան այս համարը, ասա, որ ես ուղարկել եմ քեզ»։ Արմանը վերցրեց համարը, մեկնեց դեպի Արցախ։ Ճանապարհը տեց 5 ժամ։ Երբ նա հասավ Թաղավարտ, արդեն երեկո էր։ Գյուղը փոքր էր, մոտավորապես 30 տուն։ Արմանը գտավ Վարդանի տունը, թակեց դուռը։ Վարդանը բացեց դուռը։ Նա էր մոտավորապես 50 տարեկան, ուժեղ կառուցվածքով, խոշոր ձեռքերով։ «Ո՞վ ես դու», հարցրեց նա։ «Ես Արմանն եմ։ Կարենը ուղարկել է ինձ»։ Վարդանի դեմքը փոխվեց։ «Մտիր ներս»։ Արմանը մտավ տուն։ Ներսում էին Վարդանի կինը, 2 երեխաները։ Վարդանը տարավ Արմանին դեպի ստորգետնյա սենյակ։ Այնտեղ, պահված մի անկյունում, կային 3 ջիպերը։ Արմանը սառեց։ «Դու պահում ես դրանք այստեղ», հարցրեց նա։ «Այո», պատասխանեց Վարդանը։ «Կարենը վճարեց ինձ $10,000, որ պահեմ դրանք այստեղ 6 ամիս։ Հետո նա կգա կվերցնի դրանք»։ Արմանը նայեց ջիպերին։ Նրանք դեռ լցված էին արկղներով։ Ոչինչ չէր տեղափոխվել։ Արմանը հասկացավ ամեն ինչ։ Կարենը թաքցրել էր գույքը Արցախի հարավում, մի փոքր գյուղում, որտեղ ոչ ոք չէր փնտրի։ Նա վճարել էր Վարդանին, որ պահի ջիպերը իր ստորգետնյա սենյակում։ Եվ նա պլանավորում էր վերադառնալ 6 ամիս անց, երբ իրավիճակը հանգստանա, տեղափոխել գույքը ավելի ապահով վայր։ Բայց Կարենը չգիտեր մի բան։ Վարդանը խոսուն մարդ էր։ Երբ նրանք նստեցին ընթրելու, Վարդանը սկսեց պատմել իր կյանքի պատմությունը։ Նա պատմեց, թե ինչպես է պատերազմել Արցախյան պատերազմում, ինչպես է կորցրել իր եղբորը, ինչպես է վերադարձել գյուղ, փորձել կառուցել նոր կյանք։ Բայց կյանքը դժվար է այստեղ, ասաց նա։ Աշխատանք չկա, փող չկա։ Այդ $10,000, որը Կարենը տվեց ինձ, փրկություն է ինձ համար։
Ես կարող եմ վերանորոգել տունը, գնել նոր տրակտոր, ապահովել երեխաներիս ապագան։ Արմանը լսում էր, զգում էր մեղավորություն։ Վարդանը չգիտեր, որ այդ $10,000 գողացված փող է։ Նա չգիտեր, որ այդ ջիպերում պահված գույքը պատկանում է հայ ժողովրդին, ոչ թե Մանվել Գրիգորյանին։ Նա պարզապես ուրախ էր, որ ստացել է փող, կարող է օգնել իր ընտանիքին։ Արմանը ուզում էր ասել նրան ճշմարտությունը, բայց նա չէր կարող։ Նա վախենում էր։ Նա գիտեր, որ եթե խոսի, Կարենը կիմանա, Արմանի ընտանիքը կտուժի։ Այսպիսով, նա լռեց։ Նա ավարտեց ընթրիքը, շնորհակալություն հայտնեց Վարդանին, վերադարձավ Ստեփանակերտ։ Բայց այդ գիշեր նա կրկին չէր կարող քնել։ Նա մտածում էր Վարդանի մասին, ով անգիտակցաբար դարձել էր մաս Մանվելի հանցագործ սխեմայի։ Հաջորդ օրը Արմանը զեկուցեց Կարենին, որ ամեն ինչ կարգին է։ Կարենը գոհ էր։ Լավ, Արման։ Հիմա մոռացիր այդ վայրի մասին։ Մոռացիր Վարդանի մասին։ Մոռացիր ամեն ինչ, ինչ տեսար։ Արմանը խոստացավ։ Բայց նա չէր կարող մոռանալ։ Յուրաքանչյուր գիշեր նա տեսնում էր երազում այդ 3 ջիպերը, լցված ոսկով հնագիտական գտածոներով, պահված մի ստորգետնյա սենյակում մի փոքր գյուղում Արցախի հարավում։ Նա տեսնում էր Վարդանի երջանիկ դեմքը, երբ նա պատմում էր, թե ինչպես է $10,000 փոխելու նրա կյանքը։ Եվ նա զգում էր մեղավորություն, քանի որ նա գիտեր ճշմարտությունը, բայց չէր կարող ասել։ 2018 թվականի դեկտեմբերին Մանվել Գրիգորյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման։ Դատարանը գտավ նրան մեղավոր զինվորական սննդի յուրացման, զենքի ապօրինի պահման այլ հանցագործությունների մեջ։ Բայց դատարանը ոչինչ չասաց այն մասին, թե որտեղ է Մանվելի իրական հարստությունը։ Դատախազությունը հայտարարեց, որ նրանք գրավել են Մանվելի ամբողջ գույքը, բայց Արմանը գիտեր, որ սա ստախոսություն է։ Իրական գույքը, այն ոսկին, հնագիտական գտածոները, թանկարժեք քարերը, դեռ պահված էին Վարդանի ստորգետնյա սենյակում Թաղավարտ գյուղում։ Եվ Կարենը, ով փախել էր Ռուսաստան, սպասում էր ճիշտ պահին, որ վերադառնա վերցնի դրանք։ Բայց 2019 թվականի հուլիսին ինչ-որ բան տեղի ունեցավ, որը փոխեց ամեն ինչ։ Մանվել Գրիգորյանը մահացավ բանտում։ Պաշտոնական տարբերակով, սրտի կաթված։ Բայց շատերը չհավատացին այս տարբերակին։ Մանվելի փաստաբանը հայտարարեց, որ գեներալը լավ առողջության մեջ էր, պլանավորում էր բացահայտել նոր տեղեկություններ իր գործով։ Նա ուզում էր պատմել, թե ովքեր էին նրա գործընկերները, ովքեր էին ստացել փող նրա սխեմաներից, ովքեր էին պաշտպանել նրան տասնամյակների ընթացքում։ Բայց նա չհասցրեց։ Մահը եկավ շատ արագ, շատ հարմար ժամանակին։ Արմանը լսեց այս լուրը, հասկացավ, որ Մանվելը զոհաբերվեց։ Ինչ-որ մեկը վախենում էր, որ նա կխոսի, որոշեց լռեցնել նրան հավերժ։ Մանվելի մահից հետո Արմանը սպասում էր, որ Կարենը կվերադառնա Հայաստան, կվերցնի գույքը Թաղավարտից։ Բայց Կարենը չվերադարձավ։ Ամիսներ անցան, հետո տարիներ, բայց Կարենը մնաց Ռուսաստանում։ Արմանը հասկացավ, որ Կարենը վախենում է։ Նա վախենում է, որ եթե վերադառնա Հայաստան, նա կձերբակալվի, ինչպես նրա հայրը։ Այսպիսով, գույքը մնաց Վարդանի ստորգետնյա սենյակում։ 3 ջիպերը, լցված միլիոնավոր դոլարներով, պարզապես պառկած էին այնտեղ, մոռացված, անտեսված։ Բայց Վարդանը չգիտեր դրանց իրական արժեքը։ Նա պարզապես շարունակում էր պահել դրանք, հույս ունենալով, որ Կարենը մի օր կվերադառնա, կվերցնի դրանք։ 2022 թվականին Արմանը ստացավ այն անհայտ հաղորդագրությունը, որը սպառնում էր նրան։ Արման, մենք գիտենք, որ դու տեսար։ Մենք գիտենք, որ դու լռում ես։ Շարունակիր լռել, եթե ուզում ես ապրել։ Արմանը հասկացավ, որ ինչ-որ մեկը դիտարկում է նրան։ Ինչ-որ մեկը վախենում է, որ նա կխոսի։ Բայց ո՞վ։ Կարենը, որը Ռուսաստանում է։ Թե՞ ինչ-որ այլ մարդ, ով ներգրավված է այս սխեմայի մեջ։ Արմանը չգիտեր։ Բայց նա գիտեր մի բան, նա վտանգի մեջ է։ Այսպիսով, նա որոշեց լքել Հայաստանը, տեղափոխվել Ռուսաստան։ Նա մտածեց, որ այնտեղ նա կլինի ավելի ապահով։ Բայց նա սխալվեց։ Սպառնալիքները շարունակվեցին նույնիսկ Ռուսաստանում։ 2025 թվականին Արմանը որոշեց, որ նա չի կարող ավելի լռել։
Նա տեսավ, թե ինչպես է հայ հասարակությունը շարունակում քննարկել Մանվել Գրիգորյանի գործը, ինչպես են մարդիկ հարցնում, որ է իրական գույքը, ով է պահում այն, ինչու իշխանությունները չեն փնտրում այն։ Եվ Արմանը որոշեց պատասխանել այդ հարցերին։ Նա համաձայնեց տալ հարցազրույց, բայց միայն մի պայմանով, նրա դեմքը չպետք է երա, նրա անունը չպետք է հրապարակվի։ Նա դեռ վախենում է, բայց նա ավելի շատ վախենում է, որ ճշմարտությունը կմնա թաղված հավերժ։ Եվ այսօր, առաջին անգամ 7 տարվա ընթացքում, նա պատմելու է ամեն ինչ, թե որտեղ են այդ 3 ջիպերը, ինչ կա դրանց մեջ, ով է դեռ սպահում Մանվել Գրիգորյանի ամենամեծ գաղտնիքները։ Բայց նախքան Արմանը պատմի մանրամասները, մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Այս պատմությունը ոչ միայն Մանվել Գրիգորյանի մասին է։ Սա պատմություն է համակարգի մասին, որը թույլ տվեց նրան անել այն, ինչ արեց։ Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր օգնեցին նրան, պաշտպանեցին նրան, շարունակում են պաշտպանել նրա գաղտնիքները նույնիսկ նրա մահից հետո։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կոռուպցիան խորը արմատներ ունի մեր հասարակության մեջ, ինչպես այն շարունակում է գործել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք կարծում ենք, որ մենք պայքարում ենք դրա դեմ։ Եվ ամենակարևորը, սա պատմություն է այն մասին, թե ինչու մենք պետք է շարունակենք հարցնել, շարունակենք փնտրել, շարունակենք պահանջել ճշմարտությունը, նույնիսկ երբ ուժեղները փորձում են մեզ լռեցնել։ Արդյոք դուք պատրաստ եք լսել ճշմարտությունը։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ, թե որտեղ են այդ միլիոնները, ովքեր են դրանք պահում, ինչու իշխանությունները չեն փնտրում դրանք։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն սկիզբն էր, իրական աշխատանքը դեռ չի արվել։ Եթե այո, ապա շարունակեք դիտել, քանի որ Արմանը պատրաստ է խոսել։ Եվ այն, ինչ նա պատմելու է, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք Մանվել Գրիգորյանի գործի մասին։ Թաղավարտ գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային մասում, որտեղ լեռները այնքան բարձր են, որ ձմռանը ճանապարհները փակվում են ամիսներով։ Հենց այս մեկուսացվածությունն էր, որ Կարենը ընտրեց այս վայրը որպես իր հոր գույքի թաքստոց։ Երբ Արմանը առաջին անգամ այցելեց այնտեղ 2018 թվականի հունիսին, նա հասկացավ, թե ինչու։ Գյուղը այնքան փոքր էր, որ նույնիսկ Արցախի իշխանությունները հազվադեպ էին այցելում այնտեղ։ Ոստիկանական բաժանմունք չկար։ Ամենամոտ ոստիկանությունը գտնվում էր Հադրութում 20 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ ճանապարհը դեպի գյուղ այնքան վատ էր, որ ձմռանը գրեթե անանցանելի էր։ Կարենը ընտրել էր կատարյալ վայր։ Վարդանը, տան տերը, ով պահում էր ջիպերը, չէր հարուստ մարդ։ Նրա տունը հին էր, պատերը ճաքած, տանիքը կարիք ուներ վերանորոգման։ Բայց նրա տան տակ կար մեծ ստորգետնյա սենյակ, որը Վարդանի պապը կառուցել էր դեռ խորհրդային ժամանակներում։ Այդ ժամանակ շատ մարդիկ կառուցում էին նման սենյակներ, որպես ապաստան հնարավոր պատերազմի դեպքում։ Վարդանի ստորգետնյա սենյակը մոտավորապես 50 քառակուսի մետր էր, բավականաչափ մեծ, որ տեղավորի 3 ջիպերը։ Մուտքը դեպի այն էր տան ներսից, հատուկ թաքնված դռնից խոհանոցի հատակում։ Արտաքինից անհնար էր հասկանալ, որ այնտեղ ստորգետնյա սենյակ կա։ Երբ Արմանը առաջին անգամ իջավ այնտեղ, տեսավ 3 ջիպերը, նա զարմացավ, թե ինչպես էր Կարենը կարողացել տեղափոխել դրանք այնտեղ։ Վարդանը բացատրեց. Նրանք եկան գիշերը, ժամը 3-ին։ 3 մեքենա, յուրաքանչյուրում մեկական վարորդ։ Նրանք բացեցին իմ ավտոտնակի դուռը, որը կապված է ստորգետնյա սենյակի հետ թունելով։ Նրանք մտցրեցին մեքենաները ներս։ Փակեցին դուռը, մեկնեցին հետ այն մեքենայով, որով եկել էին։ Ամբողջ գործողությունը տեց 20 րոպե։ Ոչ ոք գյուղում չտեսավ նրանց։ Արմանը հասկացավ, որ Կարենը պլանավորել էր ամեն ինչ մանրամասնորեն։ Նա նույնիսկ ստեղծել էր թունել ավտոտնակից դեպի ստորգետնյա սենյակ, որպեսզի ջիպերը կարողանան մտնել առանց որևէ մեկի նկատելու։ Բայց Վարդանը չգիտեր, թե ինչ կա այդ ջիպերի մեջ։ Կարենը ասել էր նրան, որ դրանք անձնական իրեր են, որոնք նա ուզում է պահել ապահով վայրում մի քանի ամիս։ Վարդանը չհարցրեց ավելին։ $10,000, որը Կարենը վճարեց նրան, բավական էր, որ նա փակի իր բերանը չհարցնի։ Բայց Արմանը գիտեր ճշմարտությունը։ Նա տեսել էր, թե ինչ էր բեռնվում այդ ջիպերի մեջ։ Նա հիշում էր յուրաքանչյուր արկղ, յուրաքանչյուր սեյֆ, յուրաքանչյուր պարկ։ Եվ նա գիտեր, որ այդ ջիպերի մեջ պահված գույքի արժեքը մոտավորապես $3 միլիոն էր։ Թերս ավելի։
2018 թվականի դեկտեմբերին։ 6 ամիս անց Կարենը պետք է վերադառնար վերցնել ջիպերը։ Բայց նա չվերադարձավ։ Վարդանը սպասեց 1 ամիս, 2 ամիս, 6 ամիս։ Ոչինչ։ Նա փորձեց զանգահարել Կարենին, բայց հեռախոսահամարը չէր աշխատում։ Վարդանը սկսեց անհանգստանալ։ Ինչ պետք է աներ այդ ջիպերի հետ։ Նա չէր կարող դրանք վաճառել, քանի որ դրանք չէին պատկանում նրան։ Նա չէր կարող դրանք հանել ստորգետնյա սենյակից, քանի որ վախենում էր, որ ինչ-որ մեկը կտեսնի կսկսի հարցեր տալ։ Այսպիսով, նա պարզապես շարունակեց պահել դրանք, հույս ունենալով, որ Կարենը մի օր կվերադառնա։ 2019 թվականին, երբ Մանվել Գրիգորյանը մահացավ բանտում, Վարդանը հասկացավ, որ Կարենը երբեք չի վերադառնա։ Նա լսեց լուրերը հեռուստատեսությամբ, տեսավ, թե ինչպես են Մանվելի ընտանիքի անդամները մեկը մյուսի հետից լքում Հայաստանը։ Եվ նա հասկացավ, որ այդ ջիպերը, որոնք պահված են նրա ստորգետնյա սենյակում, հավանաբար կմնան այնտեղ հավերժ։ Բայց Վարդանը չգիտեր, թե ինչ անել։ Նա չէր կարող գնալ ոստիկանություն ասել, ես պահում եմ Մանվել Գրիգորյանի գույքը իմ տանը, քանի որ դա նշանակում էր, որ նա ներգրավված է հանցագործության մեջ։ Այսպիսով, նա որոշեց լռել շարունակել պահել ջիպերը։ Բայց 2020 թվականին ինչ-որ բան տեղի ունեցավ, որը փոխեց ամեն ինչ։ Արցախում սկսվեց նոր պատերազմ։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանը գրավեց Արցախի մեծ մասը, ներառյալ Հադրութի շրջանը։ Թաղավարտ գյուղը հայտնվեց ադրբեջանական վերահսկողության տակ։ Վարդանը նրա ընտանիքը ստիպված էին լքել իրենց տունը փախչել Հայաստան։ Նրանք վերցրին միայն ամենակարևոր իրերը, փաստաթղթեր, հագուստ, մի քիչ փող։ Բայց նրանք չէին կարող վերցնել 3 ջիպերը, որոնք պահված էին ստորգետնյա սենյակում։ Այդ ջիպերը մնացին այնտեղ թաքնված Վարդանի տան տակ, որը հիմա գտնվում էր ադրբեջանական տարածքում։ Արմանը լսեց այս լուրը 2020 թվականի նոյեմբերին, երբ պատերազմը ավարտվեց։ Նա անմիջապես հասկացավ, թե ինչ է դա նշանակում։ Մանվել Գրիգորյանի ամենաթանկարժեք գույքը, որը պահված էր թաղավարթում, հիմա հասանելի չէ։ Այն գտնվում է տարածքում, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Ոչ ոք չի կարող գնալ այնտեղ վերցնել այն։ Ոչ Կարենը, ոչ Վարդանը, ոչ հայկական իշխանությունները։ Այդ գույքը կորած է հավերժ։ Կամ գուցե ոչ։ Արմանը սկսեց մտածել. Եթե ադրբեջանցիները գտնեն այդ ջիպերը, ինչ կանեն նրանք։ Արդյոք նրանք կհասկանան, թե ինչ կա դրանց մեջ։ Արդյոք նրանք կվերցնեն գույքը իրենց համար, թե կհայտարարեն դրա մասին։ 2021 թվականի մարտին Արմանը ստացավ զանգ Վարդանից։ Վարդանը ապրում էր Երանում, փախստականների ժամանակավոր բնակարանում։ Նա ասաց Արմանին, որ նա շատ անհանգստանում է այդ ջիպերի պատճառով։ Արման, ես վախենում եմ, որ ադրբեջանցիները կգտնեն դրանք, կհասկանան, որ ես պահում էի դրանք։ Նրանք կմտածեն, որ ես համագործակցում էի Մանվել Գրիգորյանի հետ։ Ինչ պետք է անեմ։ Արմանը փորձեց հանգստացնել նրան։ Վարդան, դու ոչինչ չես արել սխալ։ Դու պարզապես պահում էիր մեքենաներ քո տանը։ Դու չգիտեիր, թե ինչ կա դրանց մեջ։ Բայց Վարդանը չէր հանգստանում։ Բայց եթե նրանք գտնեն դրանք, տեսնեն, թե ինչ կա ներսում, նրանք կհասկանան, որ դա Մանվելի գույքն է։ Եվ նրանք կփնտրեն ինձ։ Արմանը հասկացավ, որ Վարդանը ճիշտ է։ Եթե ադրբեջանցիները գտնեն այդ ջիպերը, տեսնեն, թե ինչ կա դրանց մեջ, ոսկի, հնագիտական գտածոներ, թանկարժեք քարեր, նրանք անպայման կփնտրեն, թե ով էր պահում դրանք։ Եվ նրանք կգտնեն Վարդանի անունը, քանի որ տունը գրանցված է նրա անունով։ Վարդանը կդառնա թիրախ։ Բայց Արմանը նա հասկացավ ուրիշ բան։ Եթե ադրբեջանցիները գտնեն այդ գույքը, նրանք երբեք չեն հայտարարի դրա մասին։ Նրանք պարզապես կվերցնեն այն իրենց համար։ Եվ ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ եղավ Մանվել Գրիգորյանի կորած միլիոններին։ Բայց կա մեկ հնարավորություն։ Թերս ադրբեջանցիները դեռ չեն գտել այդ ջիպերը։ Թաղավարտ գյուղը փոքր է, Վարդանի տունը գտնվում է գյուղի ծայրամասում։ Ստորգետնյա սենյակի մուտքը թաքնված է խոհանոցի հատակում։ Եթե ադրբեջանցիները չեն մտել տուն, չեն փնտրել ուշադիր, նրանք կարող են չգտնել այն։ Այդ դեպքում ջիպերը դեռ այնտեղ են, սպասում, որ ինչ-որ մեկը գա վերցնի դրանք։
Բայց ով կարող է գնալ այնտեղ։ Տարածքը վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Հայերը չեն կարող մտնել այնտեղ առանց ձերբակալվելու կամ սպանվելու։ Այսպիսով, այդ գույքը, եթե դեռ այնտեղ է, մնում է անհասանելի։ 2022 թվականին Արմանը սկսեց ստանալ տարօրինակ զանգեր։ Անծանոթ մարդիկ զանգահարում էին նրան հարցնում. «Դու Արմանն ես, ով աշխատում էր Մանվել Գրիգորյանի համար»։ Երբ Արմանը հաստատում էր, նրանք հարցնում էին. «Դու գիտես, թե որտեղ է Մանվելի գույքը»։ Արմանը ժխտում էր. «Ես ոչինչ չգիտեմ»։ Բայց զանգերը շարունակվում էին։ Ինչ-որ մեկը փնտրում էր այդ գույքը։ Ինչ-որ մեկը գիտեր, որ Արմանը տեղեկություններ ունի։ Բայց ո՞վ։ Արմանը սկսեց վախենալ։ Նա փոխեց իր հեռախոսահամարը, տեղափոխվեց նոր բնակարան, խուսափեց հին ծանոթներից։ Բայց զանգերը շարունակվեցին։ 2023 թվականին Արմանը հանդիպեց մի մարդու, ով ներկայացավ որպես լրագրող։ Այդ մարդը ասաց, որ նա հետաքննում է Մանվել Գրիգորյանի գործը, ուզում է հարցազրույց վերցնել Արմանից։ Արմանը համաձայնեց հանդիպել նրա հետ մի սրճարանում Երանում։ Բայց երբ նրանք հանդիպեցին, Արմանը անմիջապես հասկացավ, որ այդ մարդը լրագրող չէ։ Նա խոսում էր այնպես, ինչպես խոսում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, ուղղակի առանց ավելորդ խոսքերի, հարցեր տալով, որոնք ենթադրում են, որ նա արդեն գիտի պատասխանները։ Արման, մենք գիտենք, որ դու տեղափոխեցիր Մանվելի գույքը 2018 թվականի հունիսին։ Մենք գիտենք, որ դու գիտես, թե որտեղ է այն։ Մենք ուզում ենք, որ դու ասես մեզ։ Արմանը ժխտեց. Ես ոչինչ չգիտեմ։ Բայց այդ մարդը շարունակեց. Արման, մենք չենք ուզում քեզ վնասել։ Մենք պարզապես ուզում ենք գտնել այդ գույքը, վերադարձնել այն պետությանը։ Եթե դու օգնես մեզ, մենք կպաշտպանենք քեզ։ Բայց եթե դու չօգնես, ապա մենք չենք կարող երաշխավորել քո անվտանգությունը։ Սա սպառնալիք էր։ Արմանը հասկացավ դա։ Բայց նա հասկացավ, որ եթե նա ասի ճշմարտությունը, նա կդառնա թիրախ ոչ միայն այդ մարդու համար, այլ բոլոր մյուսների համար, ովքեր փնտրում են այդ գույքը։ Այսպիսով, նա շարունակեց ժխտել. Ես ոչինչ չգիտեմ։ Այդ մարդը նայեց նրան երկար, հետո ասաց. Լավ, Արման։ Բայց հիշիր, մենք դիտարկում ենք քեզ։ Այդ հանդիպումից հետո Արմանը հասկացավ, որ նա մեծ վտանգի մեջ է։ Ոչ միայն Կարենը կամ Մանվելի այլ գործընկերները փնտրում են այդ գույքը, այլ հատուկ ծառայությունները։ Եվ նրանք բոլորը գիտեն, որ Արմանը տեղեկություններ ունի։ Արմանը որոշեց, որ նա պետք է անհետանա։ Նա տեղափոխվեց Ռուսաստանի մի փոքր քաղաք, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրան։ Նա փոխեց իր անունը, գտավ նոր աշխատանք, փորձեց սկսել նոր կյանք։ Բայց նա չէր կարող մոռանալ այն, ինչ գիտեր։ Յուրաքանչյուր գիշեր նա տեսնում էր երազում այդ 3 ջիպերը, թաքնված Վարդանի ստորգետնյա սենյակում Թաղավարտ գյուղում, որը հիմա գտնվում էր ադրբեջանական տարածքում։ 2025 թվականին Արմանը որոշեց, որ նա պետք է խոսի։ Նա տեսավ, թե ինչպես է հայ հասարակությունը շարունակում քննարկել կոռուպցիան, ինչպես են մարդիկ պահանջում արդարություն, ինչպես են նրանք հարցնում, ո՞ր են այն միլիոնները, որոնք գողացվեցին մեզանից։ Եվ Արմանը հասկացավ, որ նա ունի պատասխանները։ Նա գիտի, թե որտեղ է Մանվել Գրիգորյանի կորած գույքը։ Նա գիտի, թե ինչու իշխանությունները չեն գտել այն։ Եվ նա գիտի, թե ովքեր են դեռս փնտրում այն։ Բայց նա գիտի, որ եթե նա խոսի, նա կդառնա թիրախ։ Այսպիսով, նա որոշեց խոսել անանուն, թաքցնել իր դեմքը, պաշտպանել իր ընտանիքը։ Բայց նա որոշեց խոսել, քանի որ նա հավատում է, որ ճշմարտությունը պետք է իմանալ։ Այսօր Արմանը պատմում է իր պատմությունը առաջին անգամ։ Նա պատմում է, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 20-ին, երբ 3 ջիպերը լցված Մանվել Գրիգորյանի ամենաթանկարժեք գույքով մեկնեցին Ստեփանակերտից անհետացան Արցախի լեռներում։ Նա պատմում է, թե որտեղ են այդ ջիպերը հիմա, թաքնված ստորգետնյա սենյակում Թաղավարտ գյուղում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Նա պատմում է, թե ինչ կա այդ ջիպերի մեջ, 15 արկղ ոսկե զարդերով, 10 արկղ հնագիտական գտածոներով, 10 արկղ նկարներով, ձեռագրերով, 8 սեյֆ փաստաթղթերով, փողով։ 6 պարկ անձնական իրեր։ Ընդհանուր արժեքը մոտավորապես $3 միլիոն։ Թերս ավելի։ Բայց Արմանը նա պատմում է ավելին։
Նա պատմում է, թե ովքեր են փնտրում այդ գույքը։ Կարենը, ով ապրում է Ռուսաստանում, սպասում է հնարավորության վերադառնալ վերցնել իր հոր գույքը։ Հատուկ ծառայությունները, ովքեր գիտեն, որ այդ գույքը գոյություն ունի, բայց չեն կարող գտնել այն։ Անծանոթ մարդիկ, ովքեր զանգահարում են Արմանին, սպառնում նրան։ Եվ թերս ադրբեջանցիները, ովքեր հնարավոր է արդեն գտել այդ ջիպերը, վերցրել գույքը իրենց համար։ Արմանը չգիտի վստահ։ Բայց նա գիտի մի բան, այդ գույքը, որը պատկանում է հայ ժողովրդին, դեռ կորած է։ Եվ ոչ ոք չի փնտրում այն բավականաչափ ջանասիրաբար։ Արդյոք հայկական իշխանությունները գիտեն Թաղավարտի մասին։ Արմանը չի կարծում։ Նա հավատում է, որ եթե նրանք գիտեին, նրանք կփորձեին ինչ-որ բան անել։ Բայց թերս նրանք չեն ուզում գիտենալ։ Թերս նրանք վախենում են, որ եթե այդ գույքը գտնվի, այն կբացահայտի ավելի շատ գաղտնիքներ, ավելի շատ անուններ, ավելի շատ մարդկանց, ովքեր ներգրավված էին Մանվելի սխեմաներում։ Թերս նրանք նախընտրում են, որ այդ գույքը մնա կորած, որպեսզի անցյալը մնա թաղված։ Բայց Արմանը չի համաձայնվում դրա հետ։ Նա հավատում է, որ ճշմարտությունը պետք է իմանալ, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Արդյոք կա հնարավորություն վերադարձնել այդ գույքը։ Արմանը չգիտի։ Թաղավարտ գյուղը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայերը չեն կարող գնալ այնտեղ։ Բայց թերս կարելի է բանակցել Ադրբեջանի հետ։ Թերս կարելի է օգտագործել միջազգային կազմակերպություններ։ Թերս կարելի է գտնել ուրիշ ճանապարհ։ Բայց առաջին քայլը պետք է լինի ճշմարտության ճանաչումը։ Հայկական իշխանությունները պետք է ճանաչեն, որ այդ գույքը գոյություն ունի, որ այն գտնվում է Թաղավարտում, որ այն պետք է վերադարձնել հայ ժողովրդին։ Միայն այդ դեպքում կարելի է սկսել փնտրել լուծումներ։ Բայց Արմանը նա զգուշացնում է։ Այդ գույքը վտանգավոր է։ Շատ մարդիկ փնտրում են այն։ Շատ մարդիկ պատրաստ են սպանել դրա համար։ Մանվել Գրիգորյանը մահացավ բանտում, հնարավոր է, որովհետև նա ուզում էր խոսել։ Նրա փաստաբանը մահացավ ավտովթարից, հնարավոր է, որովհետև նա գիտեր չափազանց շատ։ Արմանը վախենում է, որ նա կլինի հաջորդը։ Բայց նա հավատում է, որ եթե բավականաչափ մարդիկ իմանան ճշմարտությունը, ապա նրան չեն կարող լռեցնել։ Այդ պատճառով նա խոսում է այսօր։ Այդ պատճառով նա պատմում է իր պատմությունը, որպեսզի ճշմարտությունը չմնա թաղված հավերժ։ Արդյոք դուք հավատում եք Արմանի պատմությանը։ Արդյոք դուք կարծում եք, որ 3 ջիպերը դեռ այնտեղ են, թաքնված Վարդանի ստորգետնյա սենյակում Թաղավարտ գյուղում։ Արդյոք դուք կարծում եք, որ հայկական իշխանությունները պետք է փնտրեն այդ գույքը։ Արդյոք դուք պատրաստ եք պահանջել ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է բացահայտել անհարմար գաղտնիքներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն, թե արդյոք Մանվել Գրիգորյանի կորած միլիոնները երբեք կգտնվեն, թե կմնան թաղված հավերժ Արցախի լեռներում։ Վարդանը այսօր ապրում է Երանի ծայրամասերում, փախստականների համար նախատեսված բազմաբնակարան շենքի փոքրիկ բնակարանում։ 2 սենյակ, 5 կահույք, պատուհաններից երում է մոխրագույն բակը, որտեղ երեխաները խաղում են կոտրված ասֆալտի վրա։ Սա ոչինչ չի նմանվում այն տանը, որը նա ուներ Թաղավարտում, սեփական բակով, այգիով, ստորգետնյա սենյակով, որտեղ պահված էին 3 ջիպերը։ Վարդանը կորցրեց ամեն ինչ 2020 թվականի պատերազմում։ Բայց ամենավատը չէ այն, ինչ նա կորցրեց, այլ այն, ինչ նա թողեց հետում։ Այն գաղտնիքը, որը նա պահում էր 7 տարի, հիմա թաքնված է ադրբեջանական տարածքում։ Վարդանը չգիտի, թե արդյոք ինչ-որ մեկը գտել է այն։ Երբ մենք հանդիպեցինք Վարդանին 2025 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ համաձայնեց խոսել տեսախցիկի առջ։ Նրա պայմանը նույնն էր, ինչ Արմանինը, դեմքը թաքցված, ձայնը փոխված։ Նա նստեց մութ սենյակում, միայն նրա ուրվագիծը երում էր։ Երբ մենք հարցրինք նրան, թե ինչու նա որոշեց խոսել հիմա, նա պատասխանեց, քանի որ ես չեմ կարող ավելի ապրել այս ստով։ Յուրաքանչյուր գիշեր ես մտածում եմ այդ ջիպերի մասին։ Ես մտածում եմ, թե ինչ կա դրանց մեջ, ում է պատկանում այն, ինչու ես պահեցի դրանք։ Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է, բայց ես ընտրեցի փողը։ Ես ընտրեցի այն $10,000, որը Կարենը տվեց ինձ։ Եվ հիմա ես վճարում եմ դրա համար։ Վարդանը պատմեց մեզ, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը Արցախի վրա։
Առաջին օրերին Թաղավարտ գյուղը դեռ հայկական վերահսկողության տակ էր։ Բայց հարձակումները մոտենում էին։ Վարդանը գյուղացիները լսում էին հրետանու կրակոցները, տեսնում էին ինքնաթիռները երկնքում։ Նրանք գիտեին, որ շուտով պետք է փախչեն։ Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական ուժերը գրավեցին Հադրութ քաղաքը, որը գտնվում էր ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա Թաղավարտից։ Վարդանը հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա պետք է որոշեր, փախչել հիմա, թե սպասել։ Բայց Վարդանը ուներ խնդիր։ Նրա ստորգետնյա սենյակում պահված էին 3 ջիպերը, լցված Մանվել Գրիգորյանի գույքով։ Նա չէր կարող վերցնել դրանք իր հետ, քանի որ ճանապարհները փակված էին, ադրբեջանական ուժերը կրակում էին ամեն ինչի վրա, որ շարժվում էր։ Նա չէր կարող թողնել դրանք բաց վայրում, քանի որ ինչ-որ մեկը կկարողանար գտնել դրանք։ Այսպիսով, նա որոշեց թողնել դրանք այնտեղ, որտեղ էին, ստորգետնյա սենյակում, թաքնված խոհանոցի հատակի տակ։ Նա փակեց մուտքը, ծածկեց այն գորգով կահույքով, հույս ունեցավ, որ ադրբեջանցիները չեն գտնի այն։ Հոկտեմբերի 4-ին Վարդանը նրա ընտանիքը լքեցին Թաղավարթը։ Նրանք վերցրին միայն ամենակարևոր իրերը, նստեցին մի հին, Նիվա ավտոմեքենայի մեջ։ Ճանապարհը դեպի Հայաստան էր երկար վտանգավոր։ Նրանք անցան փակ ճանապարհներով, լսեցին կրակոցները իրենց շուրջը, տեսան այրվող տները։ Բայց նրանք հասան Հայաստան։ Երբ նրանք անցան սահմանը, տեսան հայկական դրոշը, Վարդանի կինը սկսեց լալ։ Նրանք փրկվել էին։ Բայց նրանք նա կորցրել էին ամեն ինչ։ Իրենց տունը, իրենց հողը, իրենց անցյալը։ Եվ Վարդանը կորցրել էր նա այն գաղտնիքը, որը պահում էր 7 տարի։ Առաջին ամիսները Հայաստանում Վարդանը ապրում էր անընդհատ վախի մեջ։ Նա սպասում էր, որ ինչ-որ մեկը կգա կհարցնի նրան այդ ջիպերի մասին։ Նա սպասում էր, որ ադրբեջանցիները կհայտարարեն, որ գտել են Մանվել Գրիգորյանի գույքը։ Նա սպասում էր, որ Կարենը կկապվի նրա հետ, կպահանջի բացատրություններ։ Բայց ոչինչ չտեղի ունեցավ։ Ոչ ոք չզանգահարեց նրան։ Ոչ ոք չհարցրեց նրան։ Կարծես բոլորը մոռացել էին այդ ջիպերի մասին։ Բայց Վարդանը չէր կարող մոռանալ։ Յուրաքանչյուր գիշեր նա տեսնում էր երազում իր հին տունը, ստորգետնյա սենյակը, 3 ջիպերը։ Եվ նա հարցնում էր իրեն, արդյոք ադրբեջանցիները գտել են դրանք։ 2021 թվականին Վարդանը փորձեց կապվել Կարենի հետ։ Նա ուներ հին հեռախոսահամար, որը Կարենը տվել էր նրան 2018 թվականին։ Բայց համարը չէր աշխատում։ Վարդանը փորձեց գտնել Կարենին սոցիալական ցանցերում, բայց չգտավ։ Նա հարցրեց մարդկանց, ովքեր ճանաչում էին Գրիգորյանների ընտանիքը, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Կարենը։ Վարդանը հասկացավ, որ Կարենը անհետացել է։ Թերս նա փոխել է իր անունը, թերս նա թաքնվում է, թերս նա վախենում է վերադառնալ Հայաստան։ Բայց Վարդանը նա հասկացավ ուրիշ բան։ Եթե Կարենը չի կապվում նրա հետ, դա նշանակում է, որ նա չի պլանավորում վերադառնալ վերցնել այդ ջիպերը։ Դա նշանակում է, որ այդ գույքը կմնա Թաղավարթում հավերժ։ Բայց Վարդանը սխալվում էր։ 2022 թվականի մարտին նա ստացավ անհայտ հաղորդագրություն իր հեռախոսում։ Վարդան, մենք գիտենք, թե ինչ դու պահում էիր քո տանը Թաղավարթում։ Մենք գիտենք, թե ինչ կա այդ ջիպերի մեջ։ Եթե դու ուզում ես, որ քո ընտանիքը ապահով լինի, դու պետք է լռես։ Վարդանը սառեց։ Ո՞վ էր ուղարկել այդ հաղորդագրությունը։ Ինչպես էին նրանք իմանում այդ ջիպերի մասին։ Եվ ինչու։ Նրանք սպառնում էին նրան հիմա, 2 տարի անց։ Վարդանը փորձեց պատասխանել, բայց համարը չէր աշխատում։ Նա փորձեց հետքերը գտնել, բայց ոչինչ չգտավ։ Հաղորդագրությունը եկել էր անհետացել էր, թողնելով միայն վախը։ Այդ օրից սկսած Վարդանը սկսեց զգալ, որ նրան դիտարկում են։ Երբ նա դուրս էր գալիս տնից, նա նկատում էր անծանոթ մարդկանց, ովքեր կանգնած էին փողոցի անկյունում։ Երբ նա գնում էր շուկա, նա զգում էր, որ ինչ-որ մեկը հետում է նրան։ Երբ նա վերադառնում էր տուն, նա տեսնում էր, որ նրա դուռը բացված է եղել, թե նա վստահ էր, որ փակել էր այն։ Վարդանը սկսեց վախենալ ոչ միայն իր համար, այլ իր ընտանիքի համար։ Նրա կինը նկատեց նրա անհանգստությունը, հարցրեց. «Ինչ է տեղի ունենում, Վարդան։ Ինչու ես այդքան նյարդային»։ Բայց Վարդանը չէր կարող ասել նրան ճշմարտությունը։
Նա չէր կարող ասել, որ նա պահել է Մանվել Գրիգորյանի գույքը, որ նա ստացել է սպառնալիքներ, որ նա վախենում է իր կյանքի համար։ 2023 թվականին Վարդանը որոշեց գնալ ոստիկանություն։ Նա մտածեց, որ եթե նա պատմի ամեն ինչ իշխանություններին, նրանք կկարողանան պաշտպանել նրան։ Բայց երբ նա հասավ ոստիկանություն, սկսեց պատմել իր պատմությունը, ոստիկանը ընդհատեց նրան. «Վարդան, դու հասկանում ես, որ դու խոստովանում ես, որ պահել ես գողացված գույք։ Դու հասկանում ես, որ դու կարող ես ձերբակալվել»։ Վարդանը սառեց։ Նա չէր մտածել այդ մասին։ Նա մտածել էր, որ նա զոհ է, բայց ոստիկանությունը տեսնում էր նրան որպես համագործակից։ Վարդանը վերադարձավ տուն առանց ավարտելու իր պատմությունը։ Նա հասկացավ, որ նա միայնակ է։ Ոչ ոք չի պաշտպանի նրան։ Բայց 2025 թվականին ինչ-որ բան փոխվեց։ Վարդանը տեսավ հեռուստատեսությամբ հաղորդում Մանվել Գրիգորյանի մասին։ Հաղորդավարը խոսում էր այն մասին, թե ինչպես է Մանվելի գույքը դեռ չգտնվել, թե ինչպես են մարդիկ պահանջում ճշմարտություն։ Եվ Վարդանը հասկացավ, որ նա պետք է խոսի։ Ոչ իր համար, այլ այն մարդկանց համար, ովքեր կորցրին իրենց փողը Մանվելի սխեմաներում։ Այն զինվորների համար, ովքեր սովածություն քաշեցին, մինչդեռ Մանվելը գողանում էր նրանց սնունդը։ Այն ընտանիքների համար, ովքեր կորցրին իրենց երեխաներին պատերազմում, մինչդեռ Մանվելը հարստանում էր։ Վարդանը որոշեց, որ նա պետք է պատմի ճշմարտությունը։ Անկախ հետանքներից։ Այսօր Վարդանը պատմում է մեզ, թե ինչ է նա գիտում այդ ջիպերի մասին։ Նա պատմում է, թե ինչպես է Կարենը բերել դրանք Թաղավարտ 2018 թվականի հունիսի 20-ին։ Նա պատմում է, թե ինչ կա դրանց մեջ՝ ոսկի, հնագիտական գտածոներ, նկարներ, փող։ Նա պատմում է, թե որտեղ են դրանք հիմա, նրա հին տան ստորգետնյա սենյակում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Եվ նա պատմում է, թե ինչու նա որոշեց խոսել հիմա, քանի որ նա չի կարող ավելի ապրել այստով, քանի որ նա ուզում է որ ճշմարտությունը իմանալ, քանի որ նա հավատում է, որ հայ ժողովուրդը արժանի է իմանալ, թե որտեղ է իր գողացված գույքը։ Բայց Վարդանը նա զգուշացնում է։ Նա ասում է, որ այդ գույքը հասանելի չէ։ Թաղավարտ գյուղը գտնվում է ադրբեջանական տարածքում։ Ոչ ոք չի կարող գնալ այնտեղ առանց ձերբակալվելու կամ սպանվելու։ Նա ասում է, որ հնարավոր է ադրբեջանցիները արդեն գտել են այդ ջիպերը վերցրել գույքը։ Բայց նա ասում է, որ հնարավոր է ջիպերը դեռ այնտեղ են, քանի որ ստորգետնյա սենյակի մուտքը շատ լավ թաքնված է։ Նա ասում է, որ միակ ճանապարհը իմանալու ճշմարտությունը, գնալ այնտեղ ստուգել։ Բայց ով կգնա։ Ով կրիսկի իր կյանքը, որպեսզի գտնի Մանվել Գրիգորյանի կորած միլիոնները։ Արմանը Վարդանը երկուսն էլ խոսեցին։ Նրանք երկուսն էլ պատմեցին իրենց պատմությունները։ Բայց արդյոք ինչ-որ մեկը կլսի նրանց։ Արդյոք հայկական իշխանությունները կվերցնեն այս տեղեկատվությունը, լրջորեն կփորձեն գտնել այդ գույքը։ Արդյոք միջազգային կազմակերպությունները կօգնեն բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Թաղավարտ ստուգել Վարդանի տունը։ Արդյոք հայ հասարակությունը կպահանջի ճշմարտություն, կճնշի իշխանություններին գործել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն, թե արդյոք այս պատմությունը կունենա ավարտ, թե կմնա անավարտ։ Ինչպես այնքան շատ այլ պատմություններ մեր երկրում։ Բայց մի բան հստակ է։ Մանվել Գրիգորյանի պատմությունը ավելին է, քան մի մարդու պատմություն։ Սա պատմություն է համակարգի մասին, որը թույլ տվեց նրան անել այն, ինչ արեց։ Սա պատմություն է կոռուպցիայի մասին, որը խորը արմատներ ունի մեր հասարակության մեջ։ Սա պատմություն է լռության մասին, որը պաշտպանում է մեղավորներին, պատժում զոհերին։ Եվ սա պատմություն է ճշմարտության մասին, որը միշտ գտնում է իր ճանապարհը դուրս, անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցնում, անկախ նրանից, թե որքան մարդիկ փորձում են թաքցնել այն։ Արդյոք դուք պատրաստ եք պայքարել այդ համակարգի դեմ։ Արդյոք դուք պատրաստ եք պահանջել ճշմարտություն, նույնիսկ երբ դա դժվար է։ Արդյոք դուք պատրաստ եք աջակցել Արմանի Վարդանի նման մարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը, որպեսզի պատմեն ճշմարտությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն ոչ միայն Մանվել Գրիգորյանի գործի ճակատագիրը, այլ մեր երկրի ապագան։ Քանի որ եթե մենք թույլ տանք, որ այս պատմությունը մոռացվի, եթե մենք թույլ տանք, որ մեղավորները մնան անպատիժ, ապա մենք ուղարկում ենք հաղորդագրություն, որ կոռուպցիան ընդունելի է, որ գողությունը ընդունելի է, որ ստախոսությունը ընդունելի է։
Եվ այդ հաղորդագրությունը կվնասի մեզ ավելի շատ, քան ցանկացած արտաքին թշնամի։ Մանվել Գրիգորյանի 3 ջիպերը դեռ այնտեղ են, թաքնված Թաղավարտ գյուղի ստորգետնյա սենյակում։ Դրանց մեջ պահված է մոտավորապես $3 միլիոն արժողությամբ գույք, որը պատկանում է հայ ժողովրդին։ Այդ գույքը գողացվել է զինվորներից, ովքեր սովածություն քաշեցին ռազմաճակատում։ Այդ գույքը գողացվել է հարկատուներից, ովքեր վստահեցին իրենց իշխանություններին։ Այդ գույքը գողացվել է երկրից, որը կարիք ուներ յուրաքանչյուր դրամի։ Եվ այդ գույքը դեռ կորած է, քանի որ մենք չենք պահանջում բավականաչափ ուժգնորեն, որ այն գտնվի։ Բայց թերս հիմա, երբ Արմանը Վարդանը խոսեցին, երբ ճշմարտությունը դուրս եկավ, ինչ-որ բան կփոխվի։ Թերս իշխանությունները կստիպվեն գործել։ Թերս միջազգային կազմակերպությունները կհետաքրքրվեն։ Թերս հայ հասարակությունը կմիավորվի, կպահանջի պատասխաններ։ Թերս մի օր մենք կտեսնենք այդ 3 ջիպերը վերադառնալիս Հայաստան, այդ գույքը վերադառնալիս իր իրական տերերին, հայ ժողովրդին։ Թերս մի օր արդարությունը իսկապես կհաղթի։ Բայց մինչ այդ օրը մենք պետք է շարունակենք հարցնել, շարունակենք փնտրել, շարունակենք պահանջել ճշմարտությունը։ Մենք պետք է հիշենք Մանվել Գրիգորյանի պատմությունը ոչ որպես մի մարդու պատմություն, այլ որպես դաս, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք թույլ ենք տալիս կոռուպցիային տիրել, երբ մենք լռում ենք անարդարության դեմ, երբ մենք ընտրում ենք հարմարավետությունը ճշմարտության փոխարեն։ Եվ մենք պետք է խոստանանք, որ մենք երբեք չենք թույլ տա, որ նման բան կրկին տեղի ունենա մեր երկրում։ 3 ջիպերը սպասում են Թաղավարդում։ Ճշմարտությունը սպասում է, որ մենք գտնենք այն։ Արդարությունը սպասում է, որ մենք պահանջենք այն։ Հարցը միայն այն է, արդյոք մենք պատրաստ ենք։